Աստված չի եկել քո կյանք խոսելու քո կարողությունների ու տարողությունների մասին։ Աստված եկել է մեր կյանք խոսելու իր կարողությունների մասին։ Ուզում եմ դու այսօր Աստծո կարողությանը փափագես։ Ոչ թե ասա Տեր Աստված եկել ես մի բան արա, մի բան գործի, մի բան խոսի։ Տերը եկել է ոչ թե նայ ինչ դու կարող ես ու ինչ չես կարող։ Տերը եկել է որ քեզ իրեն վրա ուշադրությունը գրավելով ասի նայիր ինձ, որ ես կարող եմ ամեն բան։ Սա այնքան տարբեր է, սա այնքան տարբեր է։ Աստված չի եկել մեզ, մեր կյանք մեզանից բան ուզելու, որտեվ եթե մենք ունենայինք, էլ ինչու էր գալի Աստված, եթե կարող ենք, էլ ինչու էր խաչվում Աստված, որպես մարմին հագնելով Աստծո որդին, չէ որ մեր անկարողություններն էր, որ նրան երկիր բերեց, չէ որ մեր իրական տկարություններն էր, մեր պայքարներն էր մեղքի դեմ, եւ այս է իրական պատգամը։ Նա եկել է ոչ թե խոսելու քո կարողության, նա եկել է խոսելու իր կարողության մասին։ Տերը ինչու ես խոսում, ասա ու արա, Տերն ասում է հավատա որ անեմ։ Հավատա որ այսօր իրավիճակ պիտի փոխվի։ Ինչու ես հարմարվում իրավիճակի հետ ասելով որ դե դա այդպես է, դե դա այդպես է, այդպես էլ կմնա, դե դա այդպես է, այսպես էլ կմնա։ Ինչու ես հարմարվում իրավիճակի հետ, մտածելով որ գիտես դե իմ կյանքում այսպես է, ուրիշ կերպ չի լինի։ Իմ կյանքում այսպես է։ Ես ուզում եմ ասել, եթե դու այսօր ծխող ես կամ խմող ես, ու դու մտածում ես, որ գիտես դու դրա կարիքն ունես, լսի, դու ջրի կարիք ունես, դու դրա կարիքը չունես, դա կարիք չէ, դա դու ես ստեղծել, ու ես ուզում եմ քեզ շատ պարզ ասել, եթե տունը առնետ մտնի կամ իշ օծ, կհարմարվես, կքնես այդ սենյակում, որտեղ տեսել ես, ասենք շախմատ օծը, կամ իշ օծին, կամ ասենք նուտրա ես տեսել այդ մեծ կռիցներին, այդ առնետներին, լսեք, կանայք, տղամարդիկ, չէ որ մենք այդ կենթանու հետ նույն տանը մեջ չենք մնա, չենք հանդուրժի, չենք համակերպվի, բայց ինչպես է լինում, որ մենք ստի հետ համակերպվում ենք, չորության հետ համակերպվում ենք, Տիրոջ ներկայությունը չզգալու հետ համակերպվում ենք, պարտության հետ համակերպվում ենք, դե լավ, դե իմ կյանքն է սենց դասավորվեց, մերժում եմ Հիսուսի անունով ու ես ասում եմ ձեզ, ձեր կյանքը տենց չի դասավորվե, Աստված ձեզ համար ունի մի կարևոր պատգամ, կռիվ տվեք, պայքարեք իրավիճակի հետ, մի հարմարվեք, իրավիճակը իրական խոսեք դու իրավիճակի հետ եւ ոչ թե իրավիճակը խոսի ձեզ հետ։ Գալիս է այս կյանքում պարագաներ, որ իրավիճակը թելադրում է քեզ իր տկարությունը, իր հիվանդությունները, իր ձախողումներն ու անհաջողությունները եւ ասում է սա է քո կյանքը, դու սենց էլ կմեռնես, սենց էլ ծնվել ես, հայրդ էլ է սենց եղել, մայրդ էլ է սենց եղել, դու էլ սենց կլինես։ Ոչ, ես չեմ հարմարվի ձախողման հետ, չեմ ընդունի անեծքը, ես հռչակում եմ օրհնությունը, Աստծո փառքը, Աստծո ներկայությունը, իշխանությունը իմ կյանքի մեջ։ Ես ուզում եմ բռնել առնետին ու սատկեցնել։ Ես ուզում եմ բռնել այդ օծին եւ նրան բևեռել պատին։ Ես ուզում եմ նրան իսկապես ջախջախել իմ տանը մեջ։ Ես չեմ պատրաստվում քնել ու հարմարվել ու քնել օծի հետ կամ առնետի հետ։ Ես չեմ ուզում հարմարվել այդ չգիտեմ այդ կարիճի հետ իմ տանը մեջ, բայց ինչպես է լինում, որ կենթանու հետ կամ վերջապես վնասատուր կամ տահար զզվելի կենթանու հետ մենք չենք հարմարվի իրավիճակի, եթե այսօր գիտես տանիքդ կաթի կամ կրիշդ քամին տանի, դու չես ասի, դե լավ, ճակատագիր էր, տենց եղավ, թող կրիշս կաթի, թող անձրևը գա, ձյունը ներծծվի իմ տանը մեջ, չես հարմարվի, դու կելնես ու կռիվ կտաս, գումար չունես, պարտ կանես, որտեղ դա կարիք է, ինչպես է լինում, որ հոգևոր ընթացք է, որ չորություն է, դատարկություն է, մենք հարմարվում ենք, դե լավ, երևի քարոզիչն է տկար, երևի երջախումբը բավականաչափ օծված չէ, երևի եկեղեցին շատ ուժեղ չէ, լսեք, կարա քարոզիչը տկար լինի, եկեղեցին քիչ զորություն ունենա, երջախումբն էլ ընդհանրապես օծություն չունենա, բայց դու ինչու ես այդ ամենի հետ հարմարվում, հոգու մեջ փնտրի նրա։ Մի հարմարվեք ստեղծված իրավիճակի հետ։ Իրավիճակները գալիս են ձեզ հպատակեցնելու, իրավիճակները գալիս են ձեզ հնազանդեցնելու, իրավիճակները գալիս են ձեզ ասելու, որ սա է իրականությունը, դու սենց պիտի լինես, քո, չգիտեմ, այսպես կարելի ասել, քո մայրն էլ է այսպես, քո հայրն էլ է այսպես եղել, դու էլ երևի այսպես պիտի լինես։ Ես մերժում եմ, ես չեմ ընդունում դա ու ես ասում եմ, իմ կյանքը այլ է լինելու։
ես կռվելու եմ ու հաղթելու եմ։ Ես չեմ ուզում հարմարվել ստեղծված իրավիճակի հետ, ես ինքս եմ ուզում Աստծո զորությունով իմ շուրջ բոլորը այդ Աստծո տված իշխանությունով ստեղծել բարին, օրհնյալը։ Որոշները կասեն, կարեն եղբայրը մոլորություն է ասում ստեղծել, այո, դու ստեղծագործական ջիղ ունես։ Դու արարիչ Աստծուց ժառանգել ես արարելը, ստեղծելը։ Որտեվ եթե այսօր դու նայես այս շշալցված ընթացքը, այս պիտակը գովազդը, սա մարդու ձեռքի ստեղծածն է։ Այս հեռախոսը սա մարդու ձեռքի ստեղծածն է, որտեվ մարդը չհարմարվեց այն ինֆորմացիայից, որ ականջից ականջ է։ Մարդը հասավ նրան, որ Ամերիկայում, Հայաստանում իրար հետ կարողանան իսկապես փոխանակեն ձայներ, տեսազանգեր, մարդը իրավիճակի հետ կռվեց ու հաղթեց։ Այսօր արտաքին աշխարհը կռվում է ու զարգացում է գրանցում, կռվում է ու զարգացում է գրանցում։ Ինչու հոգևոր մարդը այդ լեվելներին չի հասնում։ Ինչու այսօր Մովսեսները իրականից այդպես ավելի քչացել են, որ Աստծո լեռը ելնեն ու Աստծո ներկայությունը զգան ու վայելեն։ Ինչու։ Որտեղ մենք ասում ենք, սա է իրականությունը, սա է չափը, այսքանը հերիք է, այսքանը բավական է, Տերը ներկա է, երգում ենք Աստծո սերը, Աստծո սերը, Աստծո սերը։ Հիսուսն է կյանք ու ճանապարհ։ Այդ երգերը էրոնիայով չեմ ասում, փառավոր երգեր են, բայց դե սովորության համաձայն ենք արդեն երգում։ Դարձել է արդեն բարի ավանդություն, կարելի է երգը, հանգարց մի հատ երգ քիչ են երգում, սկսում ենք նեղվել, ինչու քիչ է, լսեք, կրոնավորությամբ կամ կրոնավոր մի դարձրեք ձեր պաշտամունքը, կրոնավոր կերպով մի մոտեցեք Աստծուն։ Այդ կրոնավորությունը իրականից գողանում է հոգու քաղցը ձեր մեջ։ Կրոնավորությունը գողանում է ամենօրյա շփումը Աստծո հետ։ Դուք կիրակից կիրակի, եկեղեցուց եկեղեցի, վերջապես, բայց Աստված ասում է, լսի, ես օրը 24 ժամ քեզ հետ եմ։ Ինչու ես հարմարվել գաղջ վիճակի հետ։ Ինչու ես հարմարվել պարտության հետ։ Ինչու ես հարմարվել այդ մտքի հետ, այդ անառակության, շնության, այդ իրական ցանկամոլության, հարստանալու մոլուցքի, աղքատության մտքի հետ, ինչու ես հարմարվել։ Ինչու ես դարձրել քեզ ընկեր ձախողումը։ Որոշ մարդկանց դուր է գալի այս ձախողումը, դե սենց է, մենք միշտ ասենք մակարոն ենք երել, պիտի մակարոն, դսեք, մակարոնը իմ այսօր ես հացի դիետա եմ այսպես պահում, 1 տարի 3 ամիս հաց չեմ ուտում, խմոր չեմ ուտում, բայց իմ սիրած բանը եղել է այդ մանր փլավներ, այդ մակարոնը։ Այսինքն մենք ամբողջ կյանքում վարդի հետ դա ենք սիրել։ Ամենաէժանը թանկը էական չի, մենք դա ենք սիրել, բայց ասելիքս ճիշտ ըմբռնեք, մանկամիտ մի եղեք իմ բառերից կախվելու ասելու ես խոսք են մյուս խոսքը, ինչու ես հարմարվում, որ ամբողջ կյանքում մակարոն պիտի ուտես, ինչու ես հարմարվում, որ ամբողջ կյանքում այսքան քիչ պիտի զգաս Տիրոջը, այսքան քիչ պիտի մարգարյանաս, այսքան քիչ պիտի քովրա մարգարյանան, ինչու ես ինչ-որ բան, որ իսկապես քիչ է, սակավ է, սաղմանափակ է, դարձնում ես քեզ բարեկամ եւ ընկեր, լսի, միտքդ ճկունացրու, աճիր մտքով, սրտով, հոգով, պետք է առաջ գնալ ու չհարմարվել իրավիճակի հետ, եթե դու այսօր հարմարվես 10 տարեկանի հետ ու ասես, ուզում եմ մնամ 10 տարեկան, ուզում եմ, միթե դա տարօրինակություն չէ, դա արդեն մտային հիվանդություն է, ժամանակը անցնում է, հենց սա էր ասում առաքյալը Եբրայեցիների մեջ ասում է, լսեք, ժամանակին, որ նայում եմ, պետք է դուք լինեիք վարդապետներ, տվողներ եւ ոչ թե վերցնողներ, ամբողջ ասելիքի միտքը, սիրտը, հոգին սա էր, դուք պետք է լինեիք տվող, բայց այնինչ դուք հələ վերցնող եք։ Դուք պետք է լինեիք ուրիշների համար աղոթող, միշտ ցանկալի է վերցնելը, ներդրվելը։ Ասեմ ձեզ, մեր մարդկային էգոն սա է, միշտ թող ինձ օրհնեն, միշտ թող ինձ համար աղոթեն, միշտ թող քարոզեն, դա լավ է։ Բայց ժամանակ է գալի, որ պետք է նետվես, պատասխանատվության կենտրոնում եւ վերցնես քեզ վրա պատասխանատվություն։ Ժամանակ է գալի, որ դու պետք է նախաձեռնող լինես ու չհարմարվես փոքր լինելու, այլ պետք է ճեղքես, պետք է կռվես, պետք է քո բաժինը վերցնես, միջև Հովանեսը այսպես արքայությունը ուժով է վերցնում։ Ուժով պետք է վերցնեք, կռիվ տալով, պայքարելով, ոչ թե կռվելով փրկվել, այլ Տիրոջ խոսքն ասում է, ուզում ես օրհնվել, այո Տեր, նստի դիվանին, փափուկ բազմոցի, միացրու Ռեալ Բարսելոնա խաղը ու ես քեզ կգտնեմ։ Ոչ։ Ծնկիր, աղոթիր, ծոմիր, փափագիր, փնտրիր, պրպտիր, Աստվածաշունչը, աղոթքի ընթացքը, քննիր, փորձառու մարդկանց, ինչպես օրհնվեցիք, ինչպես օծվեցիք, ոնց եղավ Տիրոջ հանդիպեցիք։ Ես էլ եմ ուզում, չէ՞ որ Տերն ասում է, փնտրողը կգտնի, խնդրողը կառնի։
շատ կարևոր է, թակողին կբացվի։ Ինչ է այս խոսքերը։ Միթե սրանք մեզ հրող չեն մեր իրավիճակից, որ եղած իրավիճակի հետ մի հարմարվիր։ Ինչու ես հարմարվել։ Ինչու ես միամտվել, որ սենց պետք է լինի։ Ես ասում եմ ձեզ հակադարձելով, տենց չպետք է լինի։ Ատենց ընդհանրապես չպետք է լինել։ Ուղղակի դուք խաբվեցիք։ Եթե այդպես պետք է լինի, ուրեմն քնեք ձեր սենյակում առնետի հետ։ Քնեք ձեր տան մեջ, իմանալով, որ տան մեջ շախմատ օծը ման է գալի։ Եթե դուք ձեր աչքերով տեսել եք, որ իժը, թունավոր օծը, մահացու թույն ունեցող այդ շախմատը, իժը, առնետը կամ չգիտեմ, ինչ որ մի հատ sense միջա, զզվելի, տահաճ, անցանկալի, ոչ կանչված, անկոչ հույր ձեր տան մեջ, դուք կհարմարվեք այդ ամենի հետ։ Դուք կասեք, որ դե լավ, մի օր ինքն իրան կհելնի կգնա։ Ինչու եք բա ուզում ծուլություն ինքն իրան հելնի գնա, կռիվ տվեք ծուլության դեմ։ Առավոտ շուտ չի ուզում մարմինդ վեր կենա աղոթի, ստիպի քո մարմնին։ Բայց մի հարմարվի ծուլության հետ։ Չի ուզում քո մարմինը այսօր իսկապես գնա ինչ-որ չգիտեմ, մարզանքներ անելու, մյուսը առողջությունը եւ այլ, առավոտ ուզում եմ քայլեմ, վազեմ, մարմինին այս կասի դες լճացի։ Հարմարվի իրավիճակի հետ։ Չես տեսնում քո papan գերը դու էլ տես դիլնես, չես տեսնում քո մաման հիվանդ է, հավանաբար դու էլ տես հիվանդ դիլնես։ Լսեք, հարցը գերությունը չէ, հարցը մտքի տկարությունն է, պարտությունն է։ Ինչ որ իրավիճակի հետ հարմարվելը ու դրա մեջ նստելը, այսպես ոնց ասեմ, sense լղոզված կյանքով նստելու ասել, էս է իրականությունը, խափեցիր քեզ։ Եվ թույլ տվեցիր սատանան խափի քեզ, դու կանչված ես տկար հավատացյալ լինելու, դու կանչված ես Տիրոջ նման լինելու երկրի վրա։ Հիսուսն ասեց, դուք իմ նմանակներն եք։ Դուք այն գործերը պիտի գործեք, որը ես գործեցի եւ իմ արած գործերից ավելին պիտի գործեք, այսինքն նորից ես, բայց ձեր միջոցով։ Ինչու թույլ չտամ, որ Աստված գործի։ Ինչու թույլ չտամ, գիտեք ինչու, որտեվ հարմարվել եմ, որ Աստված չի գործում։ Հարմարվել եմ, որ Աստված իմ միջոցով հրաշքներ չի անում։ Հարմարվել եմ, որ Աստված իմ միջոցով մարդ էլ չի փրկում։ Հարմարվել եմ, որ Աստված իմ միջոցով էլ չի մարգարեանում։ Հարմարվել եմ, որ Աստված իմ միջոցով էլ հայտնություններ չի խոսում։ Հարմարվել եմ, որ եկեղեցում ես էլ ոչ մի ծառայություն չեմ անելու։ Մի հարմարվեք։ Կռիվ տվեք։ Վերցրեք ձեր բաժինը։ Վերցրեք, ոչ մեկ ձեր հանդեպ ձեզանից ավելի հոգատար չի լինելու, մի խափեք ձեզ, մի նստեք ու սպասեք հոգացության ու հոգատարության ամենը փուջ է կյանքում առանց Աստծո։ Ընկերություն, մտերմություն, դատարկություն է։ Մի հարմարվեք այդ գոլության հետ, մի հարմարվեք այդ տկարության հետ, ճեղքեք, կռիվ տվեք, ասեք, որ ես պետք է հասնեմ, ես պետք է հաղթեմ, ես պետք է տեսնեմ իմ երկրի արթնությունը, իմ ընտանիքի փրկությունը։ Դու մի հարմարվի քո ընտանիքի չփրկված լինելու կարգավիճակին, դու մի հարմարվի քո զավակի չփրկված լինելուն, քո կողակցի, քո ծնողի չփրկված, քո հարևանի, քո բարեկամի կռիվ տուր։ Դու մի հարմարվի քո անընդհատ ձախողված բիզնեսի հետ, ասելով, որ դες երկրում ուրիշ կերպ հնարավոր չէ, ուրիշ կերպ հնարավոր չէ, միգուցե Գեղամի Գագոյի կներեք Գեղամ Գագո, միգուցե Կարենի կյանքում, բայց իմ կյանքում այդպես չի լինելու։ Ես հավատում եմ գերբնական Աստծո հրաշքներին։ Գիտես, Աստված փնտրողին է, որ թույլ է տալի, որ գտնի։ Եթե իմ հոգևոր կյանքում ես նստեի ու ասեի, թող իմ շուրջ բոլորը իրավիճակները զարգանան, ոչինչ տեղի չէր ունենա։ Ես այսօր գիտեք 5 ժամ իմ գլխացավով, իմ սովածությունով ես այսօր ամբողջ օրս հաշ չէի կերել։ Գիտեք ինչ էր ամբողջ չեմ ուզում քո խրճարությունը արթնացնեմ, բնավ։ Ես այսօր քաղաքի այս ծայրից, այն մյուս ծայրը, սկզբից գործակալների հետ, հետո մենակ, հետո եղբորս հետ, վերջապես ծառայեկից իմ եղբոր հոգևոր եղբոր հետ, հետո մենակով գնում էի հողերի վրա, բլուրների վրա կանգնում էի, կիսա արցունքներով ասում էի, Տեր, ո՞րն է այն հողը, որ պիտի տաս եկեղեցի շինենք։ Ես Հիսուսի հետ խոսում էի ու ասում էի, Տեր, դու լուռ ես, այս լռության մեջ ձայն կա։ Երբ որ դու լուռ ես, ես ավելի շատ եմ լսում քեզ։ Որտեւ երբ որ դու խոսում ես, կենտրոնանում եմ մեկ խոսքի վրա, բայց երբ որ դու լուռ ես, ես գլոբալ եմ նայում ու այդ խոսքը, ես հիմա տեսիլքի մեջ եմ, այդ խոսքը նման է մի կլոր շրջանակի, դա ցունամի է, ու այդ ցունամին բոլորը տառիկներ են, տառիկներ, այսպես խոսքեր են, թող մեր շուրջ բոլորը պտտվի Աստծո պատգամները, ու ես ասում եմ, Տեր, դու լուռ ես, բայց դու խոսում ես, դու լուռ ես, բայց դու խոսում ես, ու ես ասում եմ, Տեր, ահա ես, ոչ մեկն եմ, կանգնած երկնքի ու երկրի մեջտեղում ու աղոթում եմ ու ասում եմ, Տեր, սա քո փառքի համար է,
ու Սուրբ Հոգին իջավ ինձ վրա ու ես այդ բլուրից, այդ սարից իջայի մարչև մի չքնաղ հող ու ասեցի Տեր, սա քո տունն է, սա քո եկեղեցին է, ես քեզանից հոգատար չեմ կարող լինել, բայց ես ունեմ պատգամ, եթե չփնտրեմ, չեմ գտնելու, եթե չթակեմ, չի բացվելու, եթե չխնդրեմ, չեմ առնելու, եթե ամեն ինչ ինքնաբերաբար է լինելու, ապա ինչու ես 3 գործոնը խնդրել, փնտրել ու իրականից թակել, չէ որ սրանք մերն է, բայց բացվելը Աստծունն է, գտնվելը Աստծունն է, տալը Աստծունն է, բայց փնտրողին, խնդրողին ու թակողին։ Մի հարմարվեք չեղածի հետ, կռիվ տվեք, որ եղած դառնա չեղածը։ Մի հարմարվեք մեղքի հետ, կռիվ տվեք, որ մեղքը փախչի ձեզանից։ Մի հարմարվեք պարտության հետ, դեռ ընկնելը պարտություն չէ, ընկած վիճակում հարմարվելն է, այս է կատարյալ պարտությունը։ Դեռ ընկնելը կարող եք ֆիքսել, դեռ ընկնելը պարտություն չէ, բայց երբ որ դու իսկապես ընկած վիճակում արդեն հարմարվում ես ու ասում ես, սա է իրականությունը, սա է իմ կյանքը, ես սենց էլ կմնամ, դու պարտվեցիր, դու վերջնականապես ջախջախվեցիր, ես նևրոզ ունեմ, կռիվ տուր, պայքարի, ես դեպրեսիաներ ունեմ, անքնություններ ունեմ, արդեն սկզբից ես կռիվ էի տալի, տվայթվում է ես դեպրեսիան, ստրեսը, լսի, դու ոնց որ առնետի հետ ընկերացար։ Անքնությունը, դեպրեսիան, նևրոզը, դա իժ է, դա առնետ է, դա ինչ ասեմ, դա կարիճ է, դու կարիճի հետ անկողին կմտնես, երբ որ անկողինդ բացես տեսնես թունավոր կարիճը կամ մորմը պտտվում է, դու կասես, դե լավ, ինձ ձեռ չի տա, քեզ վերմակով կծածկես, հույ, արդեն ինչ-որ բան է լինում, ալերգիա է սկսում, ինչ-որ տհաճություն, վախ, տագնապ, խառնաշփոթ, չէ որ դու այդ սենյակը տակնու վրա կանես, բայց չես հարմարվի։ Ինչպես է լինում երբեմն վախը, նևրոզը, կախյալությունը, բռնվածությունը մեր սրտում ծոցում, ուղղակի ծածկվում ենք վերմակի տակ, մի հարմարվեք, խորհուրդ ձեզ, պատգամ ձեզ, Աստծուց, երկնքից, իմ միջոցով թող լինի, բայց Աստծուց պատգամ, մի հարմարվիր ստեղծված իրավիճակի հետ, Աստված այդ ամենը դիտավորությամբ թույլ է տվել, որ դու կռվես, որտև կռվի մեջ են, որ հաղթողներն են կնքվում եւ հաստատվում, հալելույա, միջև կռիվ չլինի, հաղթող չի գրանցվի, միջև պատերազմ չմասնակցես, հաղթող չես լինի, միջև քո կյանքում պատերազմին չմասնակցես, չես կարող հաղթել, այսօր մի օրտնված քույրիկի հետ այստեղ խոսում էի, եւ քույրը ասեց, ես աղոթեցի մի բռնվածի համար, որ նրանից ոգիները հեռանա ու ես աղոթքի ժամանակ ու երբ որ նա ինձ հետ խոսեց, ես բռնվեցի միգուցե այդ վախերով։ Եվ արդեն հասնում եմ հոգեմետ դեղերին, ինչ ահավոր է։ Եվ ինչ որ մի բան, գիտես մարդը ասի, դե լավ, ես միգուցե այդ լեվելները, այդ սվերաները այդտեղ չէի հասել, բայց ես ներդրեցի աղոթք ինչ որ մեկի համար ու ինչ որ մեկից ինչ որ բան ինձ վրա ազդեցություն եկավ, ես շատ եմ սա տեսել։ Ու ես իրեն ասեցի, կարևորը որ դու չես հարմարվում, չես ասում, դե լավ, սենց է կմնամ, դե լավ, սենց էլ կլինի, ոչ, ես դեմ եմ, ես համաձայն չեմ, եկելա վախը, թող գնա, եկելա անուսությունը, թող հեռանա, եկելա իմ բիզնեսի վրա ձախողումն ու անհաջողությունը, ես չեմ հարմար, ես չեմ ասի, դե Հայաստանում տենց էլ լինի, Հայաստանում հետ ոնց ուզում է թող լինի, բայց ինձ հետ սենց չի լինելու, ես չեմ հարմարվի, ես իրավիճակը չեմ ընդունի որպես ինձ ընկեր ու բարեկամ, ես չեմ հարմարվի, լինել դավաճանված, լինել լքված, լինել անարգված, ոչ Տեր, ես օրհնություն եմ ուզում, որտև ես օրհնյալի, օրհնության աղբյուրի հետ եմ քայլում, արամաշագարալաբապրե, գիտեք սա որքան կարևոր է, գիտես սա շատ կարևոր է, չհարմարվել իրավիճակի հետ, չհարմարվել իրավիճակի հետ, որը իրականից բերում է անկում քո կյանքում, բերում է տկարություն, գիտես մարդիկ այսպես մեկը հարմարվելով, երկուսը զիջելով, երեքը մեկ էլ տենում են սենց արդեն շղթայված են, սկզբից դա մի հատ կոճի թել էր, այսպես մի հատ պուճուրիկ ինչ-որ թել էր սենց գցեց քո վրա, ինչ օրինակ բերեմ, փոքրիկ ինչ-որ ռեզինի կտոր, լավ, այսպես, ենթադրենք սա մի փոքրիկ, շատ ուժեղ, որ քաշեմ կպոկեմ, սա մի հատ փոքրիկ թել է, ձեռքիցս գցես, մի հատ կախյալություն է, սենց ծխամոլություն է, դե լավ ես, ինչ պիտի անի, հլը դե շարժում եմ,
Այս ծխամոլության հետ մեկ էլ եկավ թմրամոլությունը, դե լավ, էս էլ մեկ-մեկ հաճելի է։ Հետո եկավ արդեն վերջապես հաշիշը, հետո եկավ անառակությունը։ Ոնց, էսի արդեն շղթա է իմ պարանոցին գծված։ Արդեն ինձ ներքև է իջեցնում։ Ինձ կառավարում է, որ կոմ ուզում է, լսեք։ Երբ որ փոքր է ընթացքը, ինքը շատ երևացող չէ, բայց եթե այդ ժամանակ դուք սկսեք չհարմարվել, կռվել, կմաքրվեք։ Սա ուղղակի ձեզանից կգնա։ Դուք կհաղթեք սրան։ Փոքրիկ բաները, փոքրիկ կրակները, որը մեծ հրդեհի պատճառ են լինում, սկզբից հանգցնելը ավելի դյուրին էր, հեշտ էր, քան արդեն որ խորացավ։ Արդեն մտավ շրջանառության մեջ, պրոցեսի մեջ, լսեք։ Երբ որ փոքրիկ մեղքի հետ հարմարվում ես, ինքը դառնում է անակոնդա։ Ինքը սկզբից լորդու է, ընդհանրապես լորդու է, խաղում ես։ Ես փոքր ժամանակ թզբեխ էի օգտագործում այդ լորդուներին։ Գնում էին Ուբարաշենի ձորերը հատուկ սարեր կար, ձորեր կար, հիմա դրանք լցրել են։ Ես այնտեղ քանդում էի, մեկ-մեկ sense սև գլխով օծեր էի հանում, դրանց ավելի էի ուրախանում։ Չգիտեմ, թունավոր են թե չէ, չեմ վախեցե։ Դեսպես օգտագործում է, խաղում է իրանց հետ, բայց գիտեք, որ լորդուն, իրական լորդուն այնքան մեծանում է, որ մի հատ պոչի հարվածով մարդու ողնաշարը ջարդում է։ Գիտես, այդ լորդուն փոքր է սկզբից, խաղում ես իր այդ, զբաղվում ես, ինչ հավես է, ինչ է տարկիրը, վերջապես ինչ-որ տարօրինակ, ինչ-որ հեռուստաընկերությամբ կամ բջջային հեռախոսով ինչ-որ տարօրինակ կամ ինչ-որ պիղծ սայթեր, դե լավ է տարկիրա, սխալ կապեր, վերջապես մեղքի հետ, սխալի հետ, ձախողման հետ, տկարության հետ, անքնության հետ, դեպրեսիոն վիճակների հետ, դե լավ հոգեմետ դեղերը բա ինչի համար են, դե լավ հանգստացնող, լսի, դու ոնց որ հարմարվել ես այդ վիճակի հետ, դու ոնց որ լճացել ես, հələ պայքար մղի, հələ ոտքի էլի ու ասա, այլևս այսպես չի լինելու, ես սրանից ազատագրվելու եմ։ Այս թերարժեքության զգացողությունը, որը խեղդում է, տանջում է հոգիս, այս ինքնադատապարտությունը, որ ես անցյալում մեղք էի գործել, Հիսուսը ներել է, բայց սատանան գալի ասում է, լսի դու նույն մեղավորն ես, դու իրավունք չունես աղոթել, դու իրավունք չունես ծառայելու, մերժում եմ ու ես չեմ հարմարվում։ Ես կռվում եմ այդ մտքի դեմ ու ասում եմ ետիս գնա, ես չեմ ասում արի ու ինձ խաչի, վերջ մեռա, ոչ, ես կռիվ եմ տալի, ես չեմ մնա նույն տեղում, ես առաջ եմ գնալու։ Ես աճելու եմ, ես բարձրանալու եմ ու բարձրացնելու եմ, ես օրտնվելու եմ ու օրտնելու եմ, ես վերցնելու եմ ու բաժանելու եմ, ռոսսագարալամաշե։ Սա որքան կարևոր է։ Գիտես, երբ որ Աստված ինձ այս պատգամը տվեց, ես ապշել էի։ Ես զարմացել եմ, որտեղ որ Աստված մի պատգամ է տալի, հոգևոր աշխարհը ինձ բացում է։ Ու ես հոգևոր աշխարհը, երբ որ տեսնում էի բացված, ես տեսնում էի միլիոնավոր հավատացյալներ, որ ասում են, դե լավ, սենց էլ մնանք ված չի, հարմարվել են շարքային քրիստոնյա լինելուն, հարմարվել են ուղակի Տիրոջ տունը գալուն ու գնալուն, մարգարեությամբ եմ ասում, դու լավ էիր վազում, լավ էիր սկսե, ինչու դանդաղեցիր, ինչու տկարացար, ինչու գայթակղվեցիր, լավ քեզ չհասկացան, փորձիր այլ կերպ, բայց մի մնա այդ լճացած վիճակում։ Լավ չընդունեցին, գնա սկսի խամտեղերը փորել ու նորից տնկել։ Գիտես, երբ որ Իսահակը փորում էր եւ ջրհորներ էր գտնում, ասում է գալի նրա ձեռքից խլում էին։ Ու նա չէր ասում, դե լավ, չկա, всё հարմարվում ենք։ Էթանք ուրիշի ջրորին իմ փորածնա, վճարեմ, ընդեղից ջուր վերցնեմ, ոչ, նա ասում էր նորից կփորեմ։ Փորում էր, էլի են գալի վերցնում։ Գնում էր, էլի էր փորում, էլի են վերցնում, վերջ էլի փորեց, ու այնտեղ չվերցին, անունը մի հրաշալի անունով կնքեց, որ այլևս սրա համար կռիվ չեղավ, սա իմն է։ Գիտես, երբ որ մի դուռ փակվում է, մի նստի հոնգուր-հոնգուլացի, գնա ուրիշ դռներ փնտրելու։ Ինքդ շինի դռներ, ինքդ ստեղծի դռներ, ինքդ ստեղծի ճանապարհներ, անհարթ տեղերում գնա այդ խոպան նշանակում է անմշակ, խամ հող։ Գնա այդ խոպան տեղերը ու ծաղկեցրու, բայց մի հարմարվի անապատի հետ։ Գիտես, Իսրայելը անապատում միակ բանը, որ պետք է աներ, չհարմարվելն էր։ Անապատում խորանը շարժվող էր։ Գիտեք, որ խորանը շարժվող էր։ Երբ կրակը ու ամպիսյունը գնում էր, խորանը շարժական էր, 40 տարի խորանը վերցնում էին, դնում էին, սա խոսում է նրա մասին, որ Աստծո ներկայությունը մի մակարդակ չէ, մի տեղ չէ, նա շարժվող է, դու պետք է ճկուն լինես, հետևից հասցնես, գնաս, որպեսզի վերջը հասնես Քանան, Սուրբ Հոգի դու խոսում ես մեզ հետ, Սուրբ Հոգի դու խոսում ես մեզ հետ, Աստծո ներկայությունը շարժվող է,
Բայց որոշ մարդիկ սատանային լսելով ուզում են Աստծո ներկայությունը բերեն անշարժության մեջ, դնեն դարձնեն մի հատ ինչ-որ արձան ու ասեն էս է Աստծո ներկայությունը։ Всё, կնքեցինք, դրեցինք, ցեմենտեցինք, կլեեցինք ու սոսնձեցինք։ Վերջ, ոչ, Աստծո ներկայությունը դա ուխտի տապանակն է։ Դա խորանն է, որ իսկապես շարժվում է, գնում է, գնա ետևից, փառքից փառք, զորությունից զորություն, մակարդակներ բարձացի, մի հարմարվիր տկարության հետ։ Տկարությունը քո ընկերը չէ, թուլությունը քո ընկերը չէ, մեղքը քո ընկերը չէ, ով կասի ամեն, այսօր մեղքերից ազատվելու ժամանակն է, հարմարվել եմ անպտղության հետ, մերժում եմ Հիսուսի անունով, ես մերժում եմ անպտղությունը, այս կիրակի մի հրաշալի հանդիպում ունեցանք, մենք խոսում ենք Լևոն եղբորս հետ, Հերնեկրոջս հետ, որոնք իմ սրտի ջիգարներն են ու զորավոր ամուսիններ են, ծառայողներ են, եւ հովիվներ են եւ իրենք տեսիլք ունեն Ուգանդայի համար ու մենք խոսում ենք ժողովերջացել է ժամը 3-ից էր եւ մի օրտնյալ զույգ եկավ այստեղ այն թափի բակ եւ ես հենց այդ կիրակի օր աղոթում եմ որ Տեր այն թափցիներով լեցրու եկեղեցին խալբերցիներով որ մենք ստեղից թողենք գնանք ուրիշ տեղ եւ իրենք գան ու գրավեն այստեղը սա իրենցն է սա մերը չէ եւ այդ արկիր են եկան ու ասեցին մենք այն թափից ենք եւ քույրս նստեց այդտեղ դիվանին ու ասեց ես մի տարի առաջ եկա Եվ մենք առաջին զավակ ունեցանք էկոյով, բայց արդեն 8 տարի սպասում ենք մեր երկրորդ զավակին ու բնական ճանապարհով չէ լինում ու չէ լինի։ Ու երբ որ եկա աղոթելու, դուք աղոթեցիք ու միջև տարվա վերջ մենք խոսք ստացանք։ Ու ասում է դեկտեմբերը ավարտվեց, հունվար եկավ ու ես ասեցի վայ պտղաբերություն չեղավ, գնացի բժշկի, ուղակի արդեն ժամկետ ինձ ասեցին, ես դեկտեմբերի վերջերից արդեն հղի էի։ Աստված իր խոստմունքը հավատարիմ պահեց։ Եվ ասում է դուք աղոթեցիք, ասում եմ եւ հետո ասում ահա խնդրեմ, սա է արդյունքը, երեխան իր գրկում էր, փառք Տիրոջը։ Բնական ճանապարհով, որտեղ եք ապրում, որտեղ եք Ուգանդայում։ Մենք 15 տարի ապրել ենք Ուգանդայում, Տեր Աստված, ինչ հետարքիր ես դու գործում։ Մենք ուզում ենք մեկի աշկերով իմանանք թե ինչ կա Ուգանդայում, մեր հայրենակիցների ու ասում ենք Ուգանդայում ընդհանրապես քանի հայ կա այդ մեծ քաղաքն են 10, որից 2-ը մենք ենք ու այն թափից այն թափ Ուգանդայից չհասկացանք ու իրական սկսեցինք մտածել Տերը գործում է հավանաբար այս հավանաբարը վերապահումով եմ ասում որ դու մտածես Սուրբ Հոգին գործում է երբ որ մենք ասենք դե լավ մենք ինչ Ուգանդա Հայաստանում հազիվ ենք ծառայում էլ ինչ Ուգանդա լսի սահմանափակ մի մտածի լայն մտածի մի հարմարվիր եղածով, այլ եղածը ընդարձակիր, կռիվ տուր, մեծացրու, վերցրու բահը ու սկսի փորել։ Միտեղ քար է, մի ասա, դե ստեղ քար է, ստեղ ծառ չի աճի։ Լսեք, երբ որ Աստված Հովտաշենում մեզ տվեց մի հողակտոր, մենք աղոթել ենք, որ Տեր ամենալավը տուր, որպեսզի եկեղեցի շինենք, մեծ պայքարներից հետո Աստված մեզ տվեց ամենասարսափելի հողակտորը։ Այդ հողից 10 մետր են կողմ ծառ աճում, բայց Հովտաշեն եկեղեցու հողը շորաքյաթ հողա, դա նշանակում է աղի։ Մենք փորում ենք, լապատկան մտցնում փորում ենք հողի շերտերը, սպիտակ կետիկները, գիտեք դա ինչ է, դա աղ է, քայքայում է արմատները։ Մենք դրեցինք ու 50 ծառ։ Համագյուղացիները ասում են, այ Կարեն ջան, ստե ծառ չի աճում, ասում էի մտքից մեջ, իրանց ասում են լավ կլինի, մտքից մեջ ասում են դուք ինչ եք խոսում, մենք հոգևոր ենք, Հիսուսի անունով աճի, սաղ չորանում էր։ Այմարդ աճի, չորանում էր։ Մենք ուզում ենք հեշտ ճանապարհ, մենք չենք ուզում աշխատասիրություն, մենք չենք ուզում պայքար, ու ես աղոթում եի, Տեր, բայց ինչու ծառները չի աճում, Տերն ասում էր հողը փոխի։ Ինչու չէի ուզում հողը փոխել, որտեվ աշխատատար էր։ Ես կարայի հարմարվի այդ հողի հետ, ասես թե ծառ չի աճում, վերջ, ես չհարմարվեցի։ Ես այդ պայքարն ու կռիվը դրեցի իմ եղբայրների մեջ։ Մենք գնացինք կանավից լվացված հողը։ Մի քանի տարի մեկ գալիս են մեծ տեխնիկաները լվացված հողը ջրից հանում են, թափում են դուրս։ Մենք այդտեղ բաշմակներ փորեցինք, մետրի վրա շատ դաժան էր։ Մենք հանեցինք հին հողը, թափեցինք աղի հողը ու լավ հող բերեցինք։ 295 ծառ ու թուփ է հիմա աճում Հովտաշեն եկեղեցաշենքում բակում։ 295, եթե հիմա չսխալվեմ 300-ի է հասե։ Գիտեք սա ինչի արդյունքն էր չհարմարվելու այդ շորաքյաթ հողի հետ։ Ինչու ես հարմարվե անեծքի հետ։ Ինչու ես հարմարվե չարիքի հետ։ Ինչու ես հարմարվե անպտղության ու հիվանդության հետ։ Ինչու ես հիվանդությունը դարձրել քո ընկերն ու բարեկամը, նա քո ընկերը չէ։
նա քո բարեկամը չէ։ Ինչու՞ չի գնում այս հիվանդությունը, որտեվ ախպերություն ես անում հետը։ Ինչու այս հիվանդությունը, այս չարիք, այս ընտանեկան, այդ ատմոսֆերան, այդ ինչ ասեմ, մթնոլորտը, որ մտնում ես տուն, ոնց որ սենց խեղդիկ ես, ոչ քունը տա տանում, ոչ հանգիստ ես, ոչ խաղաղ ես, ու դու ասում ես, դե տան մեջ տատական, պապական տենց եկել է, լսի, մի հարմարվի։ Սկսի պատերը ջարդել, նոր ռեմոնտ անել, ասա իրավիճակ պիտի փոխվի։ Մի բան արա, բայց արա։ Գնա շորերը հանի այրի, նոր շորեր հագի, ինչ որ մի բան արա, բայց ասա այս վիճակը պիտի փոխվի։ Հիմա այս բաներ եմ ասում, որը խենթություն է, բայց թող ես ասեմ խենթություն, դու հասկացի միտքը, իրավիճակը, թող ոչ թե քեզ թելադրի, այլ դու թելադրես իրավիճակին։ Նորից եմ ասում, իրավիճակը ոչ թե քեզ թելադրի, այլ դու թելադրես իրավիճակին։ Այստեղ օրհնություն է լինելու։ Ես Հիսուսի անով հրամայում եմ, որ այստեղի ամեն չարիքը փոխվի բարիքի։ Գիտես, իրավիճակները ուզում էին Հովսեփին ջարդեին։ Սկզբից նրան դարձրեցին վաճառված ստրուկ եւ այնտեղից տարան արդեն մահվանը վաճառեցին պետապրեսին, հետո այնտեղ ինքը էլ աճեց, զորացավ, բարգավաճեց, հետո կինը սատանան իրական կնոջ միջոցով նրան նորից գցեց բանտը, բանտում էլ ինքը կարող ասել վերջ։ Վերջ շնականապես ես մեռա, ջախջախվեցի, էլ վերջապես ոսկրային հիվանդությունից հետո էլ ինչ։ Քաղցկեղից հետո էլ ինչ։ Ես ոսկրային հիվանդության իմ աղբերն ու քուրը չեմ հրատարակելու, չեմ հայտարելու, նա իմ թշնամին է։ Ես հիվանդությունը ասում եմ իմ թշնամին է, ես հռչակում եմ թշնամանք իմ ու հիվանդության միջև, քրոնիկ հիվանդության միջև, ես մերժում եմ ու չեմ հարմարվում։ Ես ուզում եմ ասեմ ձեզ, Հոբը ոնց հանդիպեց Աստծուն, չհարմարվելով իրավիճակի, ստեղծված իրավիճակի հետ։ Ուզում եք խորության մեջ գնանք, Հոբը ասում էր, ես պետք է հանդիպեմ նրան։ Թող նա գա խոսի, թող Աստված ինձ հետ խոսի, ես կարիք ունեմ։ Գիտեք, նրան ասում են, լուր մնա, սուս, այդ տղա քեզ հանդարտ պայի։ Ընտանիքդ մեռել է, դու էլ կմեռնես, ասում է, կմեռնեմ, բայց այս գաղափարից մտքից չեմ հրաժարվի։ Աստված իմ հետ պիտի խոսի, Աստված իմ հետ պիտի խոսի։ Ու մեկ էլ քամի մեջից Աստված խոսեց, հոբ, Տերը կլսի քո փափագը, եթե փափագես, եթե չհարմարվես չորության ու տկարության հետ, չհարմարվես այդ իրական այդ վիճակի հետ ու ասես, դե անապատ է, ստեղ ծնվել ենք, ստեղ կմեռնենք, ես Հեսու եմ, ես Քաղեբ եմ, ես սարերին մագլցող մարդ եմ, ես Քաղեբն եմ, որը պիտի գնամ ու իմ ժառանգությունը վերցնեմ, հալելույա։ Քաղեբը 80 տարեկան էր, եկավ ասեց Հեսու, Մովսես ինձ խոստացել էր այս սարը, իմ ուժը 40 տարեկանի պես է, 40 տարի առաջվա պես եմ ինձ զգում, ինձ իրավունք տուր, գնամ վերցնեմ, Հեսուն ասեց, գնա վերցրու։ Գիտես, նա չասեց, ծեր եմ, հիվանդ եմ, ավելի արդեն երիտասարդ չեմ, կարողություն չունեմ, հնարավորություն չունեմ, ոչ, նա ասեց, ես կռվելու եմ ու իմ բաժինը վերցնելու եմ, դու հիմա կռվող ես, թե հարմարվող ես։ Ուզում եմ այսօր երկու ուղղությունների վերցնենք մեր լսարանին, հետո էլ որ կլսեք տարիներ, հետո էլ որ ես չեմ լինի կլսեք այս քարոզները, հիշեք սա, միշտ երկու ուղղություն կա, մեկը հարմարվողն է, մեկ իրավիճակի հետ կռվողն է։ Երկուսն էլ ինչ-որ իմաստով նույն են, նույն իրավիճակն է, բայց մեկը կռվելով հաղթում է, մյուսը պարտվում է կամ հակառակը։ Հիմա դու հարմարվողն ես, թե կռվողն ես։ Առնետի հետ ոնց որ հետաքրքիր է։ Ճիշտ է, մի քիչ շատ կռիս, նա, այսպես կեղտոտ հոտերա գալ իրանից, տահաճա, կրծում այն որ ականջը սկերավ, այնով բուտմատը սկերավ, դե տենց ոչինչ, նորմալ է, մի բան պիտի ուտի թե չէ։ Դու կքնես առնետի հետ նույն տան մեջ։ Անկամ այս օրինակը զզվելի է, չէ։ Այսքան զզվելի է մեղքը մեր սրտում հարմարվել ու քնել։ Այսքան զզվելի է։ Ես գիտեք, միշտ ասում եմ մեղքը, բայց ես ուզում եմ ձեզ մի բան ասեմ, նաև մեղք է Աստծո տված շնորհները չօգտագործելը։ Ես ուզում եք ձեզ ապացուցեմ, հիմա գիտեմ իմ քննադատները ինչ-որ բան են ուզում գտնեն, ասեմ ձեզ, երբ որ Տերը վերադարձավ, տաղանդ տված, մեկ տաղանդը տվածին ասեց դրսի խավարը գցեք, որտեղ լաց է ու ատամների կրճտոց, որտեղ նա իմ տվածը ոչ թե միայն չօգտագործեց, այլ պահեց ու իմ դեմ չարացավ, հիշեք ինչ ասեց, դու խիստ մարդ ես, իր ծուլությունը, իր անգործությունը հարմարվել իրավիճակին արդարացրեց մեղքը բարթելով Տիրոջ վրա։ Գիտեք չէ, Տերը միշտ մեղավոր այն մարդկանց համար, ովքեր ոչինչ չեն անում,
բա որ Աստված կա, խի սենց եղավ, խի ես երեխեն մեռավ, խի ես մեկը հիվանդացավ, լսի, կռիվ տուր այդ ամենի դեմ։ Եվ Տերն ասեց, չար եւ ծույլ ծառա, քո բերանից եմ քեզ դատում, եթե այդքան դաժան էի, դու ոնց չվախեցար, վերցրեք իմ տված տաղանդը, դու չար ես եւ ինչ ես, ծույլ ես։ Լսեք, ծառայողներ, մի ձեզ երևակայեք մի բան անելով, ասելով վերջ, ես իմ արեցի, ավելին արեք, ավելի մեծ գործեր։ Ես ուզում եմ հորդորել բոլոր այն մարդկանց, ովքեր այսօր գործարարներ են, մեծացրեք ձեր գործերը, լայնացրեք Հայաստանի մեջ, ծաղկեցրեք Հայաստանը ու ձեր ներդրումով ծաղկեցրեք նաև շատ տեղեր Հիսուսի անունով։ Թող քրիստոնեական մանկատներ բացվեն, որ մանուկները գան ու կրթություն ստանան, թող քրիստոնեական կրթօջախներ բացվեն, թող քրիստոնեական հաց ուտելու ու տաք կերակուրներ բաժանելու վայրեր բացվեն։ Հիրոլամա շագարալաբապրե։ Թող այս երկրում ամենահարուստ մարդիկ լինեն ամենահոգևոր ու խոնար մարդիկ, ով կասի ամեն։ Սա շատ կարևոր է։ Ինչու հարմարվես իրավիճակի հետ ու ասես վեր, սենց է, ես գիտեմ այն Աստծուն, որը Սողոմոնի Աստվածն է, որը տալ գիտի, օրհնել գիտի։ Ես այն Աստծուն եմ ճանաչում, որը Հոբի Աստվածն է, որը կորցնողին կարա հարյուրապատիկ ավելին տա ու նրա ունեցվածքը ամենից շատացնի։ Ես ճանաչում եմ այն Աստծուն, որը Դավթի Աստվածն է, որ Դավթի վախը տարածում է բոլոր ազգերի իրական վրա։ Ես այդ Աստծուն եմ ճանաչում։ Դուք որ Աստծուն եք ճանաչում, եղածով ասում է շատ մի խոսա, սատանան քանի խելոք է մի գազասրա, լսեք, նա արդեն գազազած է։ Նա արդեն գազազած է ու նման քո նման տկարների վրա է հարձակվում, որտեղ մենք միշտ ասում ենք պաշտպանվենք, լսեք, լավագույն պաշտպանությունը դա հարձակումն է, առերեսվելն է, դեմ առ դեմ կանգնելն է, ու այսօր ես քուրիկիս ասում եմ, երբ որ Տերը քեզ այսօր հպվի, այդ երեխայի հետ, որ աղոթել ես ու հարձակումը քո վրա եկե, չխուսափես, երեխայի հետ հանդիպի կամ նորից տեսազանգով, որովհետև այն ինչից խուսափես փախչես, ամբողջ կյանքում քեզ կհետապնդի, մի հարմարվեք հետապնդումի հետ, ինքները դուք հալածեք դժվարությանը, որ ձեզանից փախչի, Հիսուսի անունով։ Ես զգում եմ, որ շատ խորն է Տերը խոսում այսօր ամենքից հետ, եւ ես ուզում եմ այս թեման ավելի զարգացնեմ եւ մեկ օր Կիրակի օրը տամ մեր ժողովրդին եւ ասեմ սա շատ կարեւոր է, ինչպես Հակոբը չհարմարվեց ստեղծված իրավիճակի հետ, որ նա Հակոբն է, որ նա գարշապար բռնողն է, միշտ երկրորդն է, միշտ այսպես փախուստի մեջ է, այնտեղից Լաբանը պատաշարի ասելա իմ ու քո վերջապես մեջ ուխտ ենք դնում, հետ չգա, ստեղից արդեն Եսավն է գալի, ես ընկել եմ փակուղու մեջ, գալու է սպանի։ Նա գնաց Աստծո լեռը, նա գնաց Աստծո հետ հանդիպանուկ սկսեց ինչ արել, կռիվ տալ, պայքարել։ Գիտես ում դեմ էր կռվում, իր դեմ, իր տկարությունների, վախերի, իր ամեն իրական իսկապես թաքստոսների, ել չեմ ուզում թաքնվել, ել չեմ ուզում ինքս իմ համար կյանքս կառուցել, ուզում եմ օրհնես, չգիտեմ ինչն է իմ մեջ պակաս, բայց մի բան պակաս է, չգիտեմ ինչ եմ ուզում, բայց ուզում եմ։ Եվ նա բռնեց հրեշտակին ասեց բաց թող գնամ, ոչ, ել չեմ ուզում սենց ապրեմ, ինչ ես ուզում, օրհնիր ինձ, փոխիր իմ ամենը իմ կյանքի մեջ, ովքեր ունեն սրա կարիքը, օրհնիր ինձ Աստված։ Հիշում եմ, երբ որ այն թափի շենքը շինում էինք, նոր վերցրել ենք այս շենքը, եւ այնքան շատ պարտք ունեի իմ պարանոցին դրված ու մի անձնավորություն եկավ, բավական հարուստ, թող Աստված իրեն օրհնի, հետարքիր այսպես այդ ժամանակներ եւ ընդհանրապես ես այսպես ասեմ, այդ հարուստ մարդ այնպես չէր, որ եկավ ու հանեց, ասենք 10,000 դրամ կամ 100,000 դրամ կամ 100,000 դոլար, ասեց օրհնում եմ քեզ, չէ, բացարձակ։ Ֆիզիկապես եկել էր օգնելու։ Եվ հետարքիր է, որ նա օգնում էր եւ ասեց, Կարեն եղբայր, փաստորեն ճիշտ եմ հասկանում, որ ինչքան փող շատ լինի, շուտ կվերջացնենք, շինարարություն ասի, չէ, սխալ եք հասկացել, ինչքան շատ օրհնություն լինի, այնքան շուտ կվերջացնենք։ Հայելի ասեց, հիմա փողը որ շատ լինի, պարտ կտանք, ասի, չէ, փողը որ շատ լինի, Աստված չօրհնի, 0։ Չհասկացավ ինձ։ Ու կարծում եմ ես ահագին բան կորցրեցի։ Մարդ երևի մտադիր էր ինձ օրհնել, բայց ես ֆինանսով օրհնել, բայց ես այնքան sense կրոնավոր բաներ միգուցե մտածում եմ ասում, բայց ես իրոք ճիշտ եմ ասում։ Աստված այնպես օրհնեց, որ սաղ հարցերը, սաղ ծակ ու ճյուղերը փակվեցին։ Ես երբեք չեմ հարմարվել իրավիճակի հետ, ես միշտ կռիվ եմ տվել, ու ես ուզում եմ ասել, Հակոբ հենց սա էր ասում, օրհնիր ինձ։ Նա ամեն ինչ ուներ, նա հարուստ էր, նա ընտանիք, զավակներ ունեցված, բայց նա Աստծո օրհնությունը չուներ։
Մարդիկ անոր ու գիշեր աշխատում են, բայց ոնց որ ծակ լինի, ոնց որ ջրի բերած, ջրի տարած, չկա, չի երևում։ Հիվանդանոցներ, փորձանքներ, տկարություններ, ֆինանսի վատնումներ, կորուստներ, գողություններ, կորում է, Տեր, օրհնիր ինձ, հոգնել եմ, օրհնիր ինձ։ Եվ Տերն ասեց. անունդ այլևս Իսրայել։ Գիտեք ինչ է նշանակում Իսրայել։ Կռվող, հաղթող։ Այս է հաղթող, ում հաղթեց։ Մարդկանց եւ Աստծուն։ Ես ինչ ասեց, Աստծուն։ Գիտեք սրա միտքը որն է, որ դու քեզ հաղթեցիր։ Դու չհարմարվեցիր ստեղծված իրավիճակի հետ, դու խնդրեցիր, ոչ թե ուղղակի խնդրելու մակարդակին, դու խլեցիր, դու վերցրեցիր, դու ամբողջովին այսպես ասիր, պիտի տաս, պետք է տաս։ Ինքը ասում է, չէ, գնում եմ, ոչ, պետք է տաս։ Ու Տերն ասեց, հաղթեցիր։ Դու քոնը ստացար։ Դու հարմարվող ես, թե կռվող ես։ Դու հարմարվող ես, թե կռվող ես։ Ես կռվող տեսակ եմ։ Ուզում եմ դու էլ այտենց լինես։ Ես միջև առնետին չսատկեցնեմ, չզոքացնեմ իմ սենյակից, ես հանգիստ չեմ քնի։ Արի այսօր առնետներին ամբողջովին բնաջինջ անենք։ Մեր հանդեպ թերարժեքության զգացողումը, ինքնադատապարտությունը, մենք ինքներս մեզ չներելը, անցյալը հիշելը, մեզ քննադատելը, դու դմբո ես, դու էս ես, դու են ես, դու անխելք ես, դու քեզնից Պողոս Պետրոս, մերժում եմ բոլոր բացասական ձայները ու հռչակում եմ, ես օրհնված եմ, ես հաջողված եմ Հիսուսով, ես ընտրված եմ, ես Աստծո մեջ ծառայող եմ, ես պիտանի եմ, ես Հայաստանում հետք պիտի թողեմ Հիսուսի անունով։ Գիտես, շատ կարևոր է, որ դու Հակոբի պես վարվես ու իրականից չհարմարվես ստեղծված իրավիճակի հետ։ Իսկ իրավիճակը ստեղծվել էր այսպես, յետևում արդեն Լաբանը, ուրեմն Լաբան, այո, եթե չեմ սխամ, քերին, արդեն Պարիսպը շարել էր, հետ չէր կարող գալ, երթվել էր, ուխտեն արել, եւ նա իր ուխտը կպահեր, արջևում Եսավն է գալիս սպանելու։ Հիմա իրավիճակը այնպես է, մահացու է, բայց նա չասեց, դե ինչ լինում է թող լինի, դե եղած արդեն ուրիշ կանամ անեմ, ոչ, դու կարող ես աղոթել, դու կարող ես պայքարել, մտնել Տիրոջը ներկայության մեջ, առանձնանալ քո ներքին սենյակում եւ ասել Տեր, ես մտնում եմ պայքարի մեջ, իրավիճակ փոխի, գիտես, երբ որ դու աղոթում ես ծնկած ժամանակ, քո ոտքերի տակը սկսում է դղրդալ։ Քեզանից այն կողմ հարյուրավոր կիլոմետրեր այն կողմ խնդիրը չգիտեմ որտեղ է լուծվում է։ Դու այնտեղ աղոթում ես իբրև մի շատ խելոք, հանդարտ ընթաց, բայց կռիվ տվող։ Սալբի Քելեշյանը մի շատ լավ երգ ունի, ասում է, երբ կաղոթեմ ծովեր քելնին, կալեկոծվեն կուրսքից տակ։ Երբ կաղոթեմ երկիր կդղրդա ու կշարժվի, երբ կաղոթեմ իրավիճակները պիտի փոխվի, ամեն հիվանդությունները պիտի պարալիզացվի, աղոթքը զենք է, աղոթքը զորություն է, ժողովուրդ։ Ինչու եք հարմարվում իրավիճակի հետ։ Դե 40 տարեկան եմ, չեմ ամուսնացել, ամուսնացի։ 40-ից հետո ավելի էֆեկտիվ է, ավելի արդյունավետ է, ավելի օրհնյալ թող լինի, թող այն 30-ից որ պիտի ամուսնանա կամ 25-ից, այն որ պիտի տառապեր, նայ շատ երիտասարդներ ամուսնացել են տառապ, միգուցե Տերը քեզ դրանից է պահել ու քեզ տալիս է մի ամուսնություն, որը 20, 30, 40 տարի վայելես։ Մի սահմանափակեք Աստծո հրաշքները։ Միշտ պատրաստ եղեք նոր մակարդակով ավելի մոտենալու, մի նոր մակարդակից, մի նոր հայացքից ճանաչելու Տերերի Տիրոջը։ Մի հարմարվեք գոլության հետ, գաղջության հետ, մեղքի հետ, տկարության հետ։ Չեմ ուզում շեշտադրում միայն դնեմ մեղքի վրա, որովհետև երբեմն մեղքից ազատ ենք, բայց գաղջության մեջ ենք։ Բայց տկարության մեջ ենք, իմ համար համարյա նույնն է։ Որովհետև եւ որ այդ գոլ վիճակը սենց մնում է, վերջը քեզ աշխարհ է տանելու։ Գնանք առաջ։ Երկրորդը, ինչպես Զաքեոսը մի հարմարվի իր իրավիճակի հետ, որ անհասանելի է Հիսուսը, որ չեմ կարող տեսնել Հիսուսին։ Օ, ես իմ մոտակայքում եկեղեցի չունեմ, ես Աստվածաշունչ հայրեն չունեմ։ Մի հարմարվիր Զաքեոսը, չասես, դե լավ, ես կարճահասակ եմ, այն որ ասում է սիրելի էլ չեմ, ատելի եմ, ես մաքսավոր եմ, մաքսավակող եմ, հարկայինի պետն եմ, թշնամու համար աշխատող եմ, միչե որ կգնամ Հիսուսի մոտ խայտարակ կլնեմ, սաղ կմերժեն։ Նա ելավ ժանտաթզենին, ասում են դա փշոտ ծառ է, անհարմար ծառ է, նա ելավ, նա չհարմարվեց իրավիճակի հետ, որ Հիսուսին չի տեսնի, նա ելավ ու ասեց, ես պետք է տեսնեմ նրան, ես պետք է այսօր օրհնվեմ ժողովի ժամանակ, ես պետք է այսօր բժշկվեմ, ես պետք է այսօր ազատագրվեմ։
Եվ Հիսուսը այդ իրավիճակի հետ չհարմարվողին եկավ ու նայեց ասեց Զաքե, գիտես, այսօր ինձ չճանաչողները, երբ որ ինձ ասեն կար, ինձ կվիրավորեն։ Հաստատ ես կասեմ քո համար ես կար չեմ, քո համար կարեն եմ։ Իրանց կշտկեմ, գոնե այդքան էլ խոնար չեմ, կշտկեմ։ Բայց եթե իմ մտերիմը ասի կար, շատ կուրախանամ, որ ասի կար ջան, ավելի շատ կուրախանամ։ Ինքը իրան կարա թույլ տա, որտեղ մենք 100 տարվա ծանոթներ ենք։ Այս կարճ հապավումը խոսում էր, որ Հիսուս ուզում էր ասել հարազատ ես դու։ Ոնց որ իրար 100 տարի ճանաչել ենք։ Զաքե, դու չգիտես, որ այսօր քո տանը պետք է կենամ կամ ճաշեմ։ Զաքեոսը ուրախությունից քիչ եմ նում վայր ընկներ, իջավ, ամենակիչ շանս ուներ, որ Հիսուս իր վրա կնայեր, երբևէ իրեն կձեռնվեր, կբարևեր, այնինչ իր տուն է գնում, լսեք, այս մարդը իրավիճակի հետ չարմարվեց, կարճահասակ եմ, հիվանդ եմ, տկա, հա ինչ անեմ, կօգտագործեմ ծառը, կօգտագործեմ մեքենաս, կօգտագործեմ այս չգիտեմ քարը, այս շենքը, բայց կհասնեմ իմ նպատակին։ Աստված սիրում է օրհնել կռվողներին։ Աստված սիրում է օրհնել նպատակասլաց մարդկանց։ Օ, ես ամենայն պատասխանատվությամբ եմ ասում։ Ծույլերը գնում են ձեռնունային։ Ակտիվները, ուժեղները, նպատակով մարդիկ առնետին իրենց տնից դուրս են շպրտում եւ իրենց օրհնության ծաղիկներն են բերում իրենց տան մեջ։ Սուրբ Հոգին թող ավելին բացի։ Կողոսացների գրված է Կողոսացիս 3:5-ից 10, այսպես է ասում։ 3-րդ գլուխ 5-ից 10։ Ուրեմն 5 կտակարանում ինչ է գրված, սիրելներ, եթե կարելի է կիսվեք, սիրելներ, բավական շատ հոգիներով նայում եք հիմա Instagram-ը, TikTok-ը, YouTube-ը, Facebook-ը, կիսվեք, տարածեք, թող ինձ հայոյեն, հալածեն, խնդիր չկա, բայց թող մեկը փրկվի, թող մեկը բժշկվի Հիսուսի անունով։ Եվ գիտեք, 5 կտակարանում ասում էր մի սպանի, նոր կտակարանում ասում է սպանիր։ Հիմա ասեմ, ինչն է ասում սպանի։ Ուրեմն սպանեք ձեր անդամները, որ երկրի վրա են, անառակություն, պղծություն, կիրք, չարցանկություն, ագահություն, որ կռապաշտություն է։ Ագահությունը կռապաշտություն է, որոնց համար Աստծո բարկությունը գալիս է անհնազանդության որդիների վրա, որոնց մեջ դուք էլ ամենքս էլ մի ժամանակ գնացել ենք, երբ որ կենթանի ենք, ապրում ենք սրանց մեջ, սպանեցեք, մի խնայեք, մի գնացեք թուլության, մի հանդուրժեք, մի ասեք թող մեր հետ մեծանան, թող մեր հետ աճեն, եթե մի բան Աստծուն հաճելի չի, սպանեք, կտրեք, հետո գալիս է արդեն եկեղեցու անդամներին, բայց հիմա դուք էլ դեն դրեք ամեն բարկություն, էսի արդեն հայերիս ասում, սրտմտություն, չարություն, հայույություն, ամոթալի խոսքեր ձեր բերանից դուրս չգա, սուտ մի խոսեք իրար հետ, հանեք հին մարդ իր գործերով և հագեք նոր մարդը, որ նորոգված է գիտությունով իր ստեղծողի պատկերի պես, որ ոչ հույն կա, ոչ հրյա, ոչ թլպատություն, ոչ անթլպատություն, որ Քրիստոսն է ամեն բանի մեջ, ուրեմն հագեք, ինչպես Աստծո ընտրված սուրբեր սիրելներ, ողորմասրտություն, գթածություն, քաղցրություն, խոնարհություն, հեզություն, երկայնմտություն, իրար համբերեք, իրար սիրեք, իրար ներեք, ինչպես Քրիստոս Հիսուսն էլ ձեզ ներեց։ Հալելույա։ Օ, ես չեմ կարում սիրեմ։ 5 տարի էլ ասում ես, այս մարդը ասում ես չեմ կարում սիրեմ։ Էս սիրի։ Կռվի այդ չսիրելու երևույթի դեմ, այդ քո բնավորության դեմ։ Ես միշտ ներվայն եմ, արի կլինի փոխվի։ Էլ մի ներվայնացի։ Ես մի տեսակ շուտ յուրագրգիռ եմ, սենց շուտ եմ բռնկվում։ Կարեն եղբայր, ինչ ճիշտ հասկացի։ Ես այսօր ծառայում եմ, վաղը էլ չեմ ծառայում, ես վաղը կծառայեմ, այն մյուսօր էլ չեմ ծառայ, ես կարող եմ քեզ հասկանամ, բայց դու քեզ հասկանում ես։ Սուրբ Հոգին իմանայում ուղիղ քո աչքերին ու ասում է լավ, Կարենը քեզ հասկացավ, բայց դու քեզ հասկացար։ Հանիր հին մարդը։ Հանիր այդ բարկացող, սրտմտացող, այդ նեղացկոտ, խռովարար, այդ ամեն դյուրագրգիռ, այդ կիրքերը, ցանկությունները, այդ վատ խոս հանիր դենն է դու։ Գցիր աղբամանը եւ հագիր օծությունը։ Տեր, ես փոխվելու եմ։ Տեր, ես ավելի լավն եմ դառնալու, Տեր, ես ավելի ուժեղ եմ դառնալու, Տեր, ես ավելի սիրող եմ դառնալու, ես ավելի ներող եմ դառնալու, իրականից այս է պայքարը, իմ ամբողջ պատգամը սա է, ինչու ես հարմարվում քո չսիրող սրտի հետ, ինչու ես հարմարվում քո չորտնող շուրթերի հետ, նայ, քանի տարի է մեկին չես օրհնել, չորտնելը քաղցկեղի պես հիվանդություն է,
Երբ որ մարդը եկեղեցում, գիտես, ես երբեմն կատակ, կիսակատակ ասում եմ մեկին գթի օրտնի, կարող է ասես կպնի այդ օրտնությունը։ Ասես Տեր օրտնի քեզ, հաջորդ կիրակի գա ասի հիվանդությունս բուժվել է, մի հատ է թազա ավտո եմ առել, այ քեզ։ Իմանա ինձի կորտնեի, չէ, քո վրա էդի չեր ազդի։ Դու պետք է տաս, որ ստանաս։ Դու պետք է օրտնես, որ օրտնություն վերցնես։ Լսեք, դու պետք է քո վրա աշխատես, որ դու տվող լինես, որ դու օրտնո խոսի քո հետ։ Մի հարմարվի, որ դու տենց ես տեսակով, կոմպլեքսավորված ես, մի քիչ ամաչկոտ ես, գնաս հենց ամաչելով, ասա տո Աստված սաղիդ օրտնի։ Հենց մի հատ բան ասա, ասել եմ, քեզ ինչ եղավ։ Ոչինչ, աշխատի քո վրա։ Խոսի, թող մենք չհասկանանք քեզ, կարևորը դու քեզ հասկացի։ Մի հարմարվեք ձեր, ինչ ասեմ, բնածին արատների հետ, ձեր ի ծնե թերությունների հետ, մի խափեք ձեզ, մի լղոզեք, մի ասեք էդի պապուց է եկե, էդի տատուց է եկե, էդի վերջապես այնտեղ անցյալից է եկե, տենց բոլոր իմ հարազատները տենց են, ես էլ հավանաբար տենց էլ կմնամ, չէ, ես սրան դեմ եմ, ես սրան հակառակ եմ, ես ուզում եմ իմ կյանքում ուրիշ կերպ լինի, եւ գիտես, երբ որ դու սկսում ես արդեն այդ ամենի հետ կռիվ տալ, ծաղիկները սկսում են բարձրանալ։ Ես իմ կյանքում ոչ մի բան նստած չեմ ստացել։ Իմ կյանքում ինչ որ ունեմ, ամենը պայքար է, ամենը կռիվ է։ Ուզում եմ ձեզ հանեմ ձեզ խորը ձեր քնից, սկսեք կռվել։ Ձեր զավակը հիվանդ է, մի հարմարվեք։ Օր ու գիշեր խոսեք բժշկություն։ Դուք տկար քրիստոնյա եք, տկար քույրիկ ես, տկար եղբայր ես, խոսիր զորություն, չես կարողանում սիրել, խոսիր սեր, բայց մի մնա այդ վիճակում։ Զաքեոս, դու կարճահասակ ես, Հիսուսն էլ ամբողջի մեջ է, դու իրան չես կարող տենաս։ Սյո, քորը փոշման թողին գնացի, չեմ կարող տեսնել, օյո, չես կարող, իրավիճակը թող ինձ չթելադրի։ Ես եմ իրավիճակին թելադրողը, ես կբարձրանամ ծառը։ Ես կգնամ եկեղեցի, լսի, Քյավառից եկե հասել ես այնթափ եկեղեցի, այո, ես եկել եմ իմ օրհնությունը վերցնելու։ Մի քույրիկ, Տեր օրհնի Ալինա քուրս, ինձ հետ եղեք աղոթներով, զորավորներ ջան, բոլոր իմ թիմը, իմ օրհնյալ ծառայակից եղբայրներ քույրեր, ինձ հետ եղեք, դրա կարիք ես զգում եմ։ Հիմա հոգևոր աշխարհում լուրջ պատերազմ է, որտեղ մտքեր են նորոգվում, շատ լուրջ պատերազմ է։ Ես տեսնում եմ իրական խավարի ուժերը, որ ուզում են հետ համոզեն, քանդում եմ նրանց բոլոր գործունեությունները հոգևոր աշխարհում։ Եվ տեսեք ինչ կարևոր մի վկայություն կասեմ։ Մի քույրիկ Սևանից եկել էր իր քույրիկի հետ, իր բարեկամու հետ 4-5 հոգով եկել են։ Այս քույրիկը երազեր տեսել, որ ինքը գալու է Կոմիտաս եկեղեցի, եւ ինքը դիմելու է ինձ, եւ ես կանչելու եմ Վարդին, եւ մենք իր համար աղոթելու ենք ու իր երկար ու ձիգ տարիների անպտղությունը ընդհատվելու է, ինքը պտուղ ունենալու։ Ասում քուրս, այս ինչ պատասխանատու երազ ես տեսել մեր վրա, քո համար քնել ես, մեր համար երազ ես տեսել, իհարկե իր համար էր։ Ասի կլինի, Վարդասներ կլինի, ես աղոթեմ, թե ես է, ես է երևի ասել, ասել էր չէ, երազից մեջ տեսել է, որ Վարդքուրիկն էլ էր աղոթում։ Վարդքուրիկն էր աղոթում, ոնց որ, ինձ ոնց որ մցրի երազի մեջ, վերջապես։ Ուրեմն մենք գնացինք, եկեղեցու դալիճի վերջը, քույրիկի ձեռքերը բռնեցինք, այն որ ինչ տեսել ես քուրս իրականացնում ենք, աղոթեցինք։ Տերը վկա է, եթե մի բառ չափազանցնում եմ, տա Աստված հրաշքով նայեք, ուղղակի չեք գրում ձեր վկայությունները։ 1 տարի, 2-3 ամիս հետո երեխան գիրկը եկավ նույն Կոմիտաս։ Ինչքան պարզ է ամեն բան, չհարմարվել անպտղության հետ, չհարմարվել ոսկրային հիվանդության հետ, չհարմարվել անկողնային հիվանդության հետ, դիաբետի հիվանդության հետ, խոցի հետ, չհարմարվել այս մունդար նախանձ բնավորության հետ, նախանձից մեռնում եմ։ Ում ասես նախանձում եմ, ինչ ասես նախանձում եմ, սաղին նախանձում եմ։ Տեր Աստված, ինձանից ազատի, մի հարմարվի այդ նախանձի հետ, դա ներսից ոսկորները կկրծի, դու կռիվ տուր ու ասա, ես սովորելու եմ օրհնել, սիրել, ուրախանալ, այս մարդը Տեսլա է առե, հիմա Տեսլան է ամենամոդան, վայ ինչ լավ է, ես հիշում եմ, մի տարի Գերմանիայում, ամբողջ գիշեր ճանապարհ են գնացել ու այդ 20 օրվա մեջ ես այնքան երկրներ էի գնում, սենց անznուրած, որ եկեղեցիներին կարա օգուտ էի տալի, մարդիկ փրկվեին, հոգիները ուղղակի այսպես գային ու համալրվեն եկեղեցում,
ամբողջ գիշեր Արմեն ախպերս մեքենան քշեց 7 ժամ ճանապարհ են գնացի, առավոտ ժամը 6-ն է, այն որ արդեն տեսիլքիդ մեջ միայն բարձ ես տենում։ Ուզում ես քնես, ուզում ես հանգստանաս։ Եվ այդ եղբայրը Գերմանիայում ասեց, այս տունը գերմանացիները մեզ ժառանգություն են թողել, ձրի, նվեր են տվել, վայ սիրտս, սկսեց բլբլթալ։ Անենց է ուրախացել։ Մտա Գերմանիայից ուղիղ եթեր Wi-Fi եմ ուզել, Վարդն դե ասում է Կարեն, հանգստացի, պիտի քնենք, ասում եմ Վարդ, այս պահը չեմ կարա բաց թողեմ, ասում եմ ժողովուրդ, այս մարդը մեր հայրենակիցը տունա նվեր ստացել, վայ ոնց է ուրախացել։ Գիտեք, երբ որ Հայաստան եք ասում են, ինչի էր այդքան ուրախ, ասում եմ ոնց։ Ախպերս տունա ստացել, գիտեք ինչ լավ տուն էր, ինչ լավ ժողովներ է լինում։ Այդ տարի ես տուն նվեր ստացա։ Հոգևոր աշխարհում ինչ-որ բան է փոխվում։ Գիտես, Աստված ամեն ինչ նկատում է։ Գիտես, ես էդի մոռացել եմ, մի օր Վարդը ասում է Կարեն, գիտես Աստված խի այդ տունը նվիրեց, խի, որտեվ դու ինչ-որ մեկի համար լիաթոք ուրախացար։ Ես չէի հասկանում դու ինչ ես անում, բայց ես հիմա տենում եմ դա արժեք ունի։ Ժողովուրդ, փոխեք ինքներդ ձեզ Աստծո զորությունով։ Սկսեք ձեզ հակառակ գնալ։ Երբ որ դու միշտ տխուր ես ու դու հարմարվել ես, սենց մելամաղձո, տխուր, ոնց ես, լավ եմ։ Հաստատ լավ, հա։ Всё, էսեր։ Ինչի ուրախ չես, ով ասում։ Իմ ուրախությունը ներսն է, քուրս, ախպերս, ես Աստված չեմ, քո ներսը չեմ տեսնում, ես քո արտաքինն եմ տեսնում, չեմ ասում մի ժպտա, բայց չէ որ ուրախությունը պիտի ժայթքի երևա։ Այնքան կարևոր է, որ դու կռվես այդ տրտմության դեմ, այդ տխրության դեմ, թող համարձակվեմ ասեմ մահվան հոգու դեմ, որտեվ ասում է աշխարհի տրտմությունը մահ է, Աստծո ուզած տրտմությունը միայն ապաշխարության է տանում, իսկ դրանից հետո ցնծատերով ու նա կտա քո սրտի ուզածները, որքան կարևոր է չհարմարվել տրտմության, մելամաղձոտ լինելու հետ, այսպես սենց առանձնանալ, օ ես լսի, կռիվ տուր, պայքարի, գնա առաջ, բայց մի հարմարվի, ես լեզու չգիտեմ, անգլերեն չգիտեմ, չեմ հարմարվի, կսովորեմ, ինքնա ուսումով կզբաղվեմ, բայց իրավիճակի հետ չեմ պատրաստվում հարմարվելու։ Ես շատ եմ հարգում այդպիսի մարդկանց, շատ գնահատում եմ, որոնք կռիվ տվող են։ Այդպիսիներից մեկն է, որը ուժեղ էություն բնություն ունի, իմ քուրիկը Նազելին, մեդիայի ավագը, իմ օգնական քուրիկն է, շատ զորավոր է, կյանքը շատ է ուտում, բայց շատ օրհնված մարդ է։ Գիտեք ինչով է հատուկ Նազելին, որ տեղում չի մնում, չի հարմարվում չգիտեմի հետ։ Ըստ էության հիմա այս ինչ որ հեռարձակումներ ա լինում, մոնտաժներ ա լինում եկեղեցում, ասենք բոլոր իր օգնականների, իր զորավոր լավ անուշ թիմի հետ մեծ բեռ Նազելի վրա, ոչ սովորելա, ոչ պատրաստվում է սովորի, ամենավատը է, ոչ կրթություն ունի մեդիայի մեջ եւ այլը, իհարկե ինքնակրթությամբ է զբաղվում, բայց կռիվ է տալի։ Եթե ես ուզում եմ մի բան արդյունք ունենա, զանգում ասում եմ նա չես կարա անես։ Ինքն էլ ասում է, ոչ թե ասում է հեսա կտենաս կանեմ, չէ, ասում է մի բան կանեմ, գիշերը հենց ասում եմ չես կարող անես, ընդ ես ոնց գրում արդեն խնդրում եմ, տենց բան մի արա, թող քնենք, որտեվ գիտի էլ Նազելին չի քնի այդ օրը, ինքը կռիվ կտա միջե որ հասնի արդյունքի։ Սա հզոր տեսակ է, սա լավ բնություն է։ Ես չեմ սիրում այն վիճակը, որ մարդը ամուսնանում է, արդեն խալաթը հագած տունը մանա գալիս, ո պրծավ, ամեն ինչ վերջացավ։ Լսի կռիվ տուր, կյանքը չի վերջացի ամուսնությունով։ Դու դեռ հաջողությունների կարաս հասնես, մի թաղի քո երազանքները, այդ խալաթդ օժիտի ստարկցի աղբամանը, հագիր քո իրական կիրզվի սապոկներ ու մագլցի սարը, գնա նպատակի մոտ, գնա երազանքի մոտ, մի հարմարվիր ստեղծված իրավիճակի հետ, դու թելադրիր իրավիճակին, թե ոնց պետք է լինի, այս է Աստծո զորությունը, այս է Աստծո զորությունը, իրավիճակը խոսում էր, որ այստեղ ջուրն է, կարմիր ծովն է, ետևումը եգիպտացիների զորքն է, պիտի մեռնենք, բայց ինքը Մովսեսը, Աստված իրականից երբ որ Մովսեսը աղաղակեց, Աստված ասեց ինչու ես ինձ աղաղակում, հրամայիր ծովին թող կիսվի, ամեն օր սենց ենք անում, ոնց ենք մոռացել, չէ որ սա մի բան էր, որը երբևէ չտեսնված էր, չլսված էր, եւ նա ասեց ծովին բացվի, ճղվիր, եւ ասում են նրանք անցան ցամաքով, եգիպտացիները նույն արեցին ու Մովսեսը փակեց ծովը, չես կարող Աստծո զորության մեջ, եթե Աստծուց չունես իրավունք անցնես,
Իրավիճակի հետ եթե հարմարվեր կմեռներ, բայց իրավիճակի հետ քանի որ կռվեց, ապրեց։ Լսեք, դուք իրավիճակի հետ հարմարվողներ եք, թե իրավիճակը թելադրողներ եք, իրավիճակին հրամայողներ եք, այդ տեսակ եղեք։ Մի հարմարվեք առնետների հետ, մի հարմարվեք ծուլության, թուլության, անհաջողության, տկարության, չքալության, այլ խոսեք օրհնություն, արթնություն, զորություն Հիսուսի անունով։ Ինչպես Եսային, երբ որ տեսավ Տիրոջը, ասեց ես պիղծ շրթունքով մարդ եմ։ Ես պիղծ շրթունքով ժողովրդի մեջ եմ բնակվում։ Ես տեսա Տիրոջը, ես ուզում եմ կոնտակտի մեջ մտնեմ, բայց ես խնդիր ունեմ։ Գիտեք, նա չասեց, դե լավ, ես թողեմ գնամ, ես անարժան եմ, նա խոսեց, նա խոստովանեց։ Եվ հրեշտակը եկավ ունելիով կրակով լեցուն ու կպավ նրան ու ասեց այսօրվանից դու ազատագրված ես, դու բժշկված ես, դու ներված ես, Տիրոջ ձայնը կարող ես լսել։ Վերջինը Հուդան չուզեց փոխվի։ Հուդան կռիվ չտվեց իրավիճակի հետ։ Հուդան հարմարվեց, որ ինքը անիծված է, որ ինքը ուրացել, ներողություն մատնել է ու գնաց իրեն կախեց։ Պետրոսը ուրացել էր, բայց լացեց։ Նա չասեց, դե լավ, արել եմ, վերջ, նա դառնապես լացեց, նա զղջաց եւ Տիրոջ ներկայությունից չխուսափեց, նա իրեն տարավ Տիրոջ ներկայության մեջ եւ դարձավ առաքյալների ամենահզոր առաքյալը, գոնե 12-ի մեջ ամենաերևելին, առաջին առաքյալն էր, որը բացահայտեց, որ Աստված փրկում է հեթանոսներին։ Այո, նա Պողոսից առաջ է դա արել Կորնելոսի տանը։ Եվ նա միակն է իր տեսակի մեջ, երբ որ հանգիստ խոսում է, Սուրբ Հոգին վառում է մարդկանց իր կրակով, մկրտում է, օ ռամաշագարալաբապրե։ Լսեք, երբ որ դու իրավիճակի հետ հարմարվում ես, ասում ես, մեղք եմ գործել, սյո, ես կորած եմ, լսի, կռիվ տուր, գնա, ընկել ես, մի մնա ընկած, տկարացել ես, հասկացանք, զարմացրիր քո տկարանալով, մի մնա տկար, մեքենատ խփել ես, այ մարդ տարթող դզեմ փչեն, սարքեն, անդադ լացես, մեքենաս խփեցի, բայց ինչի խփեցի, բայց ինչի Տերը թույլ տվեց, այ հոգնասիր, եղբայրս, քույրս, գնա սարքի, փորձություն էր, եկավ ու անցավ, գնա ու սարքի, ու ես ուզում եմ վերջացնելով իսկապես խոսքը, սա ասեմ, եթե ընտանիքդ փրկված չէ, մի ասա, տենց էլ պիտի մնա, ես հռչակում եմ ընտանիքի վրա փրկություն, ես չեմ հարմարվի չփրկված վիճակի հետ, ես չեմ հարմարվի ոչ մի իրավիճակի հետ, սատանան էլ իրավիճակները ստեղծում ասում է սա է քո ճակատագիրը, սա է քո կյանքը, ես մերժում եմ այդ ճակատագիրը, ես ինքս եմ Տիրոջ գրչով ու սկսում եմ գրել ու տալիս եմ ասում եմ Տեր, դու գրի քո կամքը, դու գրի քո օրհնությունը, բայց անեծքը, չարիքը, ձախողումը իմ կյանք չի մտնելու։ Եթե մտել է, դուրս պիտի շպրտվի։ Կռիվ տվող քրիստոնյաներ, ողջունում եմ ձեզ։ Ծափահարում եմ Աստծուն ձեզ համար, որ դուք տեսակ եք կռվելու։ Եթե դու գնում եք ուրիշ երկիր, չեք ասում, սա Թուրքիան է, ստե ինչ պիտի անենք, սա Պարսկաստան է, ամեն տեղ կարելի է անել ինչ որ բան։ Եթե իրավիճակը քեզ չթելադրի, այլ դու թելադրես իրավիճակին։ Հոգևոր աշխարհում խոսող եղեք ու ոչ թե հոգևոր աշխարհից այդ ունե բացասականից խոսվող եղեք, անդադ թելադրվող եղեք, դու թելադրի։ Խորը բաներ, որ Աստված պիտի բացի ձեզ։ Եկ վերջինը, լեզուս շատ բառեր է ասում, խոսքեր է ասում, սխալ դավանանքներ, փոխիր քո լեզուն, փոխիր քո խոսույթը, չար խոսքերից, սխալ խոսքերից, փոքր խոսքերից։ Գիտես, խոսույթդ փոխի, չեմ կարող, մենք չենք կարող, ամուսինդ եթե վախկոտ է կամ կինդ, անդադ այդ բանն ասում ասա խնդրում եմ, մի արա, մենք տուն չենք կարա առնենք, մի խոսիր սա, մենք Հիսուսով ամեն բան կարող ենք, մենք տուն կունենանք, իրավիճակը ցույց է տալի, որ սկի մենք հիմա վարձ չենք կարում տանք, բայց իրավիճակին ով անայեմ, ես իրավիճակի մեջ խոսում եմ, որ ես կարողանալու եմ իմ տունը ունենամ Աստծմով։ Երանի թե իմ պատգամը հասներ ձեր սրտին։ Եթե այսօր դու թմրամոլ ես, դու պարտավոր չես այտենց միշտ մնաս։ Եթե դու այսօր մարմնավաճառ ես, դու կարող ես փոխվել։
ու մյուսներին էլ օգնես, որ փոխվեն։ Եթե դու այսօր գող ես, դու կարող ես դառնալ ազնիվ մեկը։ Եթե դու այսօր ստախոս խաբեբա ես, խարդախ ես, համացանցով դրամներ շորթող ես, դու կարող ես փոխվել։ Վստահեցնում եմ քեզ, քո առաջ նստած է աշխարհում ամենապիղծ ու կեղտոտ մարդը, իմ մասն եմ խոսում։ Տերը ինձ փոխեց, դու էլ կարող ես փոխվել։ Ես զգում եմ, որ երբեմն իմ հին մարդ ուզում է գլուխ բարձրացնի, ես ուզում եմ միշտ Հիսուսի տված իշխանությամբ եւ նրա հագցրած կոշիկներով ջարդեմ հին Կարենի գլուխը եւ ասեմ՝ դու մեռած ես։ Մի մոռացի քո տեղը գերեզմանոցում է։ Եվ ես ուզում եմ երբեք չհպարտանամ, որովհետև խոնարհության ծաղիկները աճում են հպարտության գերեզմանոցներում։ Սա շատ կարևոր է։ Սա չափազանց կարևոր է։ Կարծում եմ շատ բացվեցի։ Ու ես ուզում եմ վերջացնելով ասեմ քեզ շատ կարևոր մի բան։ Մի դարձի զո իրավիճակներին, այս կյանքը չի խնայ ոչ մեկին։ Այս կյանքը չի խնայ ոչ առաքյալի, ոչ զորավորի, այս կյանքը միշտ տանում է անկման, դաժանության, մահվան։ Այս կյանքի մեջ կանգնի ու ձկան պես հոսանքին հակառակ հռչակիր կյանք, հռչակիր օրհնություն, հռչակիր հաղթություն։ Դու պետք է դա անես, հռչակիր զորություն, հռչակիր իրավիճակի մեջ հաղթանակ, որտև այդ ամենը իսկապես տրված է քեզ, որ դու խոսես։ Սուրբ Հոգի։ Ես աղոթում եմ, որ այն բոլոր մարդիկ, որ քրոնիկ հիվանդ են եւ տարիներ շարունակ հիվանդությունների մեջ են, չհարմարվեն հիվանդության հետ։ Ես կարծում եմ ձեր մեջ ինչ-որ բան զարթնեցրի ու արթնացրի, սկսեք ոտքի ելնել եւ դավանել, որ հիվանդը կբժշկվի, տկարը կզորանա, ընկածը կբարձրանա։ Միգուցե դու այնքան խորն ես ջախջախված, այնքան ես հյուծված, այնքան ես թուլացած, ու դու ասում ես՝ «Կարե եղբայր, դու ինչ չես հասկանում, ես չեմ էլ կարող ու չեմ էլ փորձում», բայց Տերը քեզ հասկանում է։ Ձեռքը դիր քո հիվանդության վրա ու ասա՝ «Դու իմ թշնամին ես, ես չեմ սիրում քեզ, ես չեմ հրավիրել քեզ, եթե անգամ հրավիրել եմ, սխալվել եմ, ելիր ու գնա»։ Ամեն արմատական, ժառանգական, քրոնիկ հիվանդություն մերժում եմ Հիսուսի անունով։ Ես ասում եմ՝ Հիսուսը քաղցկեղից ուժեղ է, Հիսուսը տուբերկուլոզից ուժեղ է, հոդերի ցավից ուժեղ է։ Սուրբ Հոգի, թող իրավիճակները թելադրվեն մեր կողմից եւ ոչ թե իրավիճակներից մենք լինենք թելադրվող։ Այո, թշվառությունը եկել չոքել է իմ դուռը, բայց ես ջարդում եմ թշվառության ու խոսում եմ հաղթություն, զորություն, Սուրբ Հոգի։ Ես տեսնում եմ աստվածային բժշկություններ ձեր կյանքերի մեջ։ Ես տեսնում եմ օրհնություններ ձեր աշխատանքային մթնոլորտի սֆերաների այդ իրական դաշտում։ Աստված ցույց է տալի, որ իրավիճակներ է փոխվում եւ նորից նույն տեսիլքը Տիրոջ խոսքերը փոթորկում են մեր շուրջ բոլորը։ Տիրոջ խոսքերը ջախջախող չեն, ջախջախվածին նորոգող են, բարձրացնող են։ Տիրոջ խոսքերը խոստմունքներ են, որոնք կատարվում են 100-ից 101%։ Ես պոչ չեմ լինի, ես գլուխ պիտի լինեմ։ Սուրբ Հոգի, Սուրբ Հոգի, վախկոտները կեղծ խոնարհություն են վերցնում ու այս կյանքում կողքի քաշված պատերի տակ են ապրում, իսկ համարձակները նետվում են կռվի դաշտ եւ առաջադեմ են լինում։ Թող կռվողները քննադատվեն ու դատվեն, բայց մեկը հաղթանակը կվերցնեն։ Գնացեք առաջ, միջև վերջ կռվեք, ձեր բաժին օրհնությունը վերցրեք։ Հիսուսի անունով։ Շորիմա սաբալամարելամա շոգորոլոգորի դալամա պրենդրելորելանամաշե։ Սուրբ Հոգի, Սուրբ Հոգի, շիգորալամա պրենգորոլոգորի դալամաշե։ Աղոթեք լեզներով։ 3 տարի է չես աղոթում լեզներով, աղոթիր լեզներով։ 3 տարի է փակվել ես լեզների համար, աղոթիր լեզներով։ Սուրբ Հոգի, Սուրբ Հոգի, Սուրբ Հոգի։ Խոսիր Տիրոջ հետ,
Խոսիր Տիրոջ հետ, Աստված գործում է, Աստված գործում է, Աստված գործում է։ Ես Հայաստանի վրա խոսում եմ բաց երկինք, օրտնված երկինք, պաշտպանության երկինք, Հայաստանի վրա խոսում եմ զորություն, մեր ամբողջ զորամասերում, զինված մեր զորքի վրա Աստծո պաշտպանությունը, մեր նախագահների, մեր վարչապետերի, մեր ղեկավարների վրա բոլոր ժամանակներում աստվածային իմաստությունը, Աստծո վախը բոլոր կառավարության ու ազգան ժողովի վրա, թշնամանքը թող քանդվի։ Մենք չենք հարմարվելու ատելության ու չարության հետ, մենք հռչակում ենք խաղաղությունը, սերը, օրհնությունը, մենք չենք հարմարվելու պարգևների ամբողջ տկար դրսևորմանը, մենք հռչակում ենք պարգևների ակտիվ դրսևորում, հրաշքների հրաշք, զորությունների զորություն, զորություն ու զորություն, Սուրբ Հոգի։ Իմ գործողությունները չի հենվելու իմ գրպանի պարունակության չափով, իմ գործողությունները հենվելու է իմ հավատի վրա։ Ով հավատում է, թող ամեն գոռա ու առաջ գնա։ Ես ուզում եմ Լևոն աղբերս աղոթի մեզ համար եւ մեր աղոթքի տան ամբողջ աղոթքաժողովների որպես ավագը հովիվը պատասխանատուն Լևոն աղբերս դու աղոթի եւ իսկապես խնդրի Աստծո զորությունը եւ այն իրական շնորհը, որ իր մեջ է թողաղոթի տկարությունների համար, Լևոն աղբեր այսօր մենք խոսել ենք, որ ոչ թե իրավիճակը մեզ թելադրի, այլ մենք իրավիճակներին թելադրենք եւ մենք իսկապես իրավիճակների վրա խոսող լինենք եւ ոչ թե իրավիճակները մեզ վրա։ Լավ, աղոթենք թող Տիրոջ զորությունը լինի եւ այն ինչ որ հոգսեր է գրված թող Տերը տեսնի ու պատասխանի։ Տեր օրհնի աղբերս։ Հավատանք եւ դավանենք, որովհետեւ մեր խոսքը մեզանից ավելի զորավոր է, ավելի ուժեղ է։ Մեր խոսքը կարա մեզ դատապարտի, մեր խոսքը կարա մեզ բժշկի։ Հալելույա։ Փառք ես Տեր, շնորհակալ եմ Տեր։ Այո, տուր մեզ այդ հավատքը Տեր, որ մենք հավատանք այն խոսքին, որ գրված է եւ հավատքով մեր սրտին դրվի այդ խոսքը եւ մենք հռչակենք Տեր, հավատալով, որ դու ամենակարող Տեր լինելով, հոգատար Հայր լինելով Տեր, եթե մենք հաց ուզենք, դու քար չես տա, եթե մենք բժշկություն ուզենք, Տեր, դու հիվանդություն եւ մահ չես տա, Տեր, ամեն հիվանդությունը, ամեն մահը դա չարից է, սատանայից է, Տեր, օգնի, որ հաղթենք, Տեր, որովհետեւ եթե կա հիվանդություն, եթե կա փորձություն, դա ոչ թե մեզ վայր գցելու, այլ հաղթանակի համար է, Տեր, որ մենք հաղթենք ամեն հիվանդություն եւ ունենանք զորավոր վկայություններ, որ Հիսուսը մինչեւ այսօր բժշկում է, Հիսուսը մինչեւ այսօր օրհնում է, Հիսուսը մինչեւ այսօր շրջում է Հայաստանի մեջ տնետուն եւ իր խոցված վերքերով բժշկում է մարդկանց։ Այո Տեր, ես հավատում եմ, հռչակում եմ ու դավանում եմ կատարյալ բժշկություն։ Թող վռնդվեն ամեն հիվանդություններ, քո տված իշխանությամբ, քո ձայնը թող տարածվի ամբողջ եթերով, Տեր իմ Աստված, եւ թող քո ձայնի հետ քո խոսքը գնա եւ ինչպես սուր խոցի ամեն հիվանդություն վռնդի, Տեր իմ Աստված, ինչպես դու մտար տաճար եւ խարազանով վռնդեցիր Տեր ամեն առնող ծախողներին, մենք հիմա վռնդում ենք ամեն միտք, որ գոռացած է քո գիտության դեմ, Տեր, որ բերում է հիվանդություն, բերում է կասկածամտություն, ինչ գիտես թե բժշկված ես, ասում է սատանան, բայց Տերը ասում է դու արդեն բժշկված ես Հիսուս Քրիստոսի վերքերով, թող գա կատարյալ բժշկություն, թող գա կատարյալ ազատագրություն, նախ մեր մտքի մեջ, նախ մեր սրտի մեջ, թող նորոգվի հավատքը, եւ ես ասում եմ, հավատքով հենց հիմա դավանեք, որ Հիսուս Քրիստոսի վերքերով ես բժշկված եմ։ Մի ասեք ուղակի խոսքեր, այլ հավատքով հռչակեք այդ խոսքը եւ վռնդեք ձեր մարմնից հիվանդությունը։ Եվ ես միանում եմ ձեր հավատքին եւ ձեր հռչակած խոսքերին եւ ասում եմ. թող հեռանա ամեն հիվանդություն, թող հեռանա ամեն տկարություն, թող գա գերբնական բժշկություններ, թող հրաշքը գործի, թող հրաշագործ Հիսուսը իր ձեռքը դնի եւ բժշկի։ Խնդրում ենք Տեր, բարեխոսում ենք Տեր ամեն հիվանդի համար, ամեն տկարի համար, ամեն բռնվածի համար, ամեն վախով, դիվահարությամբ բռնվածի համար, Տեր, թող վռնդվի ամեն չարի ներգործություն, ամեն հիվանդություն, ամեն վախ ու տկարություն, Տեր, քո զորությունը, քո փառքը թող գա, Տեր, եւ թող կատարյալ ազատություն լինի եւ ազատագրում լինի Հիսուսի անունով, ամեն։ Լևոն աղբերս ուզում եմ աղոթենք այս տարի շատ նորաստեղծ ընտանիքներ բարձրանան, որտեվ ես sense եմ մտածում, որ սատանայի դեմ ամենահզոր զենքը դա ամուսինների միաբանության մեջ ծառայելն է։
նորաստեղծ ընտանիքներ, որ ոչ թե գնան իրենց հաճույքների, իրենց կոմֆորտների, այլ Տիրոջը ծառայելու։ Մենք կարիք ունենք, որ Հայաստանում լինեն ամուսիններ, որ անձնուրաց նվիրված են ու գյուղեր, քաղաքներ են բարձրացնում ծառայություն։ Խնդրեմ աղոթես, որ հիմա շատ քույր եղբայրներ եմ տեսնում, որ դեռ ամուսնացած չեն, ընտանիք չեն կազմել ու տարիքներ են իսկապես առնում, թող Տեր այս տարի կայացման տարի բերի, իր կամքի համաձայն։ Ճիշտ ընտանիքներ ձևավորվեն ու սատանան չխաբի տարիների հետ ու ընթացքի առիթից չօգտվի ու սխալ ամուսնություններ չձևավորվի Հիսուսի անունով։ Շնորհակալ եմ Տեր, այո Տեր, շատ կարևոր է Տեր, ինչպես Հովիվս ասեց Տեր, շատ կարևոր է, ես հավատում եմ, ես էլ համակարծիք եմ Տեր, եւ մենք միաբան գալիս ենք քո առջև եւ խնդրում ենք Տեր, որ ամեն զույգի Տեր իմ Աստված դու օրհնես, որ ովքեր որ հոգեվոր զույգեր են Տեր, ծառայեն եւ ոչ թե այս աշխարհի հաճույքներին եւ այս աշխարհի հոգսերին տրվեն Տեր, որ փշեր չլինեն իրենց կյանքում, որ խեղտեն այն տեսիլքը, որ դու դրել ես Տեր իմ Աստված նրանց մեջ։ Խնդրում եմ Տեր, բարձրացու երիտասարդ, միջահասակ, տարեց զույգեր Տեր իմ Աստված, որոնք կնորոգվեն, իրենց մտքով կնորոգվեն եւ կսկսեն ծառայել քեզ միսիոներական դաշտում, հովվական դաշտում Տեր։ Ամեն Տեր, որտեղ որ կգնան քո ավետարանը տարածեն Տեր։ Այո, մշակներ բարձրացու Տեր։ Նաեւ խնդրում եմ այն չամուսնացած քույրերի, եղբայրների համար Տեր, որ դու պահես նրանց չարից, խավարի ընկերակցությունից Տեր իմ Աստված, եւ չլինի մարմնի գայթակղություն Տեր, շուտ ամուսնանալու հրապուրանք Տեր իմ Աստված, այլ լինի հոգով ու ճշմարտությամբ, որ նախ Հիսուսի հետ մենք ուխտ ենք կնքել եւ այդ ուխտը կնքողների հետ կնքենք ամուսնական ուխտ։ Այո Տեր, եթե դիմացին ապաշխարի այդ ժամանակ Տեր, այդ որոշումը թող լինի ամեն մի հոգևոր մանավանդ քույրերի սրտերի մեջ Տեր, որ նրանք իրենց տարիքին նայելով չվախենան, սատանան չգայթակղեցի նրանց Տեր։ Ես քանդում եմ ամեն գայթակղություն, ամեն վախ, ամեն շտապողականությունը, որոնք հոգով ընթանան Տեր, եւ ասեն Տեր, դու ես օրհնողը, դու ես օրհնողը, դու ես Տեր իմ Աստված, ապաշխարած, հոգևոր, նվիրված, ջրով մկրտված ամուսին պարգևող, թող բարձրանան նոր զույգեր Տեր, թող ապաշխարեն ամեն նաև այն ամուսինները, որոնք ապաշխարած չեն Տեր, քույրերիս աղոթքը լսի Տեր, թող այս տարի Տեր մեծ հոսք լինի ապաշխարած ամուսինների Տեր, որ տարիներ շարունակ քույրերը աղոթում են Տեր եւ չեն տեսնում պտուղը, թող այս տարի պտուղ տեսնեն Տեր։ Այո, այս տարի մենք դավաներ ենք, որ տեսնելու տարի է Տեր։ Մենք թող տեսնենք շատ զույգեր Տեր իմ Աստված, հավատքով, նվիրված, բարձրացած զորահասեղանի Տեր իմ Աստված, շատ աշխարհիկներ, որ հալածում են իրենց կանանց, այս տարի ապաշխարելու են եւ շատ սողոսներ, պողոսներ են դառնալու։ Այո Տեր, ես հավատում եմ Տեր, որ զարմանալի գործեր ես անելու, անհավանական մարդիկ են ապաշխարելու, անհավանական ամուսիններ, որ իրենց կանանց հալածում են Տեր, ապաշխարելու են եւ առաջ են անցնելու իրենց կանանցից, կդառնալու են կրակոտ ավետարանիչներ, կրակոտ ծառայողներ։ Այո, ես հավատում եմ Տեր եւ հռչակում եմ սատանայի պարտությունը բոլոր ընտանիքների եւ բոլոր զույգերի կյանքում Հիսուսի անունով։ Ամեն։ Ամեն։ Տեր օրհնի Լևոն աղբերը, շնորհակալ ենք Փառք Տիրոջը, թող Աստված ողորմություն անի այդ Ստամոքսի գրիժան, շատ տարօրինակ բաներ ինձ համար Տերը ողորմի ու իրական բժշկություն բերի եւ նաեւ ձեր գրած բոլոր հոգսերն ու նամակները Հիսուսը տեսնում է։ Եթե չենք անդրադառնում հատիկ առ հատիկ, Հիսուսը արդեն տեսել է, անդրադարձել է անկասկած։ Թող Տերը բերի իսկապես արթնության ալիք, Տեր օրհնի Թերեզակուրս, թող Տերը ողորմություն անի ու զառիթափում մեծ կրակը բռնկվի, Փառք Տիրոջը։ Աղոթում եմ նաեւ Ալիս ջան քեզ համար, Ալիս քուրս թող Տերը օրհնի քեզ ջավախքից, թող Տերը օրհնի ու աջակցի քեզ, ընկճախտից անի ու հիվանդություններից բժշկի Հիսուսի անունով։ Եթե դու իսկապես հիմա այստեղ ես, եթե այստեղ ես ու դու ասում ես ես անգամ նամակ չեմ կարող գրել, որտեղ միգուցե եկեք պարզ խոսենք, այլ եկեղեցուց ես հանգարց գրես, քեզ կքննադատեն կամ ամուսինը չտեսնի, երկու ուղղություն եմ տեսնում հոգուս մեջ, երկուսիդ էլ ասում եմ, ինչ վիճակում լինես, քո նամակը գրի քո թուղթով գրիչով եւ ձեռքը դիր ու դավանի Հիսուսի անունով այս ամենը կատարված է։ Գրի իրավիճակը փոխվելու մասին, գրի իրավիճակը փոխվելու մասին ու սկսի խոսել, ամեն օր դրա մասին խոսել։ Աստված հավատքի խոսքն է, որ հաստատում է։ Դու սրան համաձայն ես, սկսի դրա մասին մտածել։ Տերը օրհնի ձեզ սիրելներ, մենք փնտրում ենք հողակտոր, մենք փնտրում ենք տարածք, շենք շինելու համար Հայաստանում շատ մեծ եկեղեցական շենք, Աստված թող կյանք տա, հաջողություն տա։ Եթե կուզես Տիրոջ գործը գործել, իսկապես շատ կարևոր է, ասում է
տալը վերցնելուց ավելի երանելի է, տալը վերցնելուց ավելի աղեկ է, լավ է։ Թող Տերը օրհնի քեզ, որ կարողանաս ցանես Աստծո այգու մեջ, սա ազատ գոտի է, դու քո Աստված, դու գիտես ու քո Աստված, ցանի ու հնձի օրհնությամբ։ Օրհնում եմ ձեզ, ձեր սերմերը Հիսուսի անունով, նունեքուրս, ժողովների շուտվանից չեմ տեսե քեզ, թող Աստված օրհնի նաև Չարբախում շուտով ծառայություններ կսկսենք, մյուս շաբաթ Գյումրիում կլինենք, Ջավախքում կլինենք Արտակ ջան, Սամվել աղբորս ջերմ բարևներ, Կարինե քուրս, Տեր օրհնի ձեզ, կուզեմ Տիրոջ գործերի մեջ ակտիվ լինեք։ Վաղը գնում եմ Այգեզարդ, Ծաղկած այգի, այդպիսի գյուղ է, կուզեմ տարբեր տեղերից եթե կարող եք եկեք, մասնակցեք, օրհնվեք։ Վաղը Ավանում, Կվարտալում, Էջմիածինում երիտասարդական, վաղը ուրեմն Ազատավանում, Այգեզարդում, ուրեմն Վեդիում, երիտասարդական, այո, Մուսալերում, շատ ծառայություններ կա, Տեր օրհնի։ Օծված Վարդան աղբորս եմ տեսնում, մեր երկող Մասիվում, այո, Մասիվում, ասեցի էլի ամարդ, վերջապես, արդեն սկսում են խորհուրդն էլ տար, շատ լավ է, փառք Տիրոջը, այնպես որ Տիրոջ ժողովները շատ են, ակտիվ եղեք ու այս կիրակի մենք իրական ռեալ խնդիր ունենք, Կոմիտասում շատ ամոթում էի, որ այդքան ժողովուրդը ոտքի վրա էր, պատերի տակ, միջանցներում, բայց նաև ուրախանում է, որ մարդիկ այս զարգացած շրջանում հարմարավետություններ են հաղթահարում Տիրոջը խոսքը լսելու։ Յուղը թող տարածվի սիրելներ, այստեղ ոնց որ պատներ նկարում, յուղը թող տարածվի, թող իրականից Աստծո հոգին գործի։ Դուք բժշկված եք, ստուգեք ձեզ Հիսուսի անունով։ Տերը օրհնի ձեզ, սիրում ենք ձեզ եւ ասում եմ, ջան, մենք հիմա տեսանյութ ունենք մեր ուրեմն հարևանությամբ գտնվող մեր աղոթքի ծառայությանը, ամեն չորեքշաբթի այստեղ լինում է հայտնության աղոթք, մարգարեության աղոթք, բժշկության աղոթք եւ ուղակի Տիրոջը սիրելու աղոթք։ Այնպես որ եկեք ու միաբանվեք, առանց հետին մտքերի։ Այստեղ պաշտոնի շահի օգուտ չկա, ամենս հավասար ենք Տիրոջ մեջ։ Մարանաթա, Հիսուս Քրիստոս շուտով կվերադառնա։ Աստծո դուստր Մարիամ, Անժիկ քուրս, Էլիզա քուրս, սիրում եմ ձեզ Քրիստնե քուրս, Արո ջան, օրհնված լինեք, ամեն։ Հոգու շարժը Տեր, որ կա քեզանից եւ քո մեջ։ Խնդրում եմ Տեր, մեր մարմինները թող Քեզանից զոհ լինեն Տեր։ Մենք ուզում ենք բարձրանալ զոհասեղանին ու բարեխոսել ու աղոթել Տեր իմ Աստված։ Եվ գալ քո գահի առաջ Տեր։ ու հրաշքան ես բոլոր հոգսերի համար Հիսուս Աստվածս դու Տեր ես, դու Վեմ ես, դու Հայր ես ու դու մեր Հայաստանի Աստվածն ես Հիսուս ջան հրճակում եմ որպեսզի քրիստոնյա Հայաստանը Տեր իրապես քրիստոնյա ու Աստված ճանաչ քրիստոնյա դառնա